Դասերելիներ կբարևեմ ցեզի շաբաթ մնա անցավ եւ այսօր շատ ուրախ եմ որ միասին շատ օգտաշատ եւ շատ ուսումնավետ հանդիպումը պիտի ունենանք հովիվ Դավիթ Մաչուլյանին հետ բարի եկած ես Դավիթ Ուրախ եմ ձեզ հետ եմ այսօր։ այո պատվերոջ ես շատ ուրախ եմ Դավիթը հաջող կհետևիմ YouTube-ի վրա շատ հետաքրքրական եւ շատ բարձ եւ շատ հաճելի կերպով իր բացատրությունները կուտա եւ սի արիթ ունենամ որ իր հենց զրույց ունենամ որովհետեւ վերջերս ինչ որ կհետևիմ YouTube-ի վրա բավական օծման միջին մասին է որ կխոսիս եւ կբացատրես որ ինչ է օծումը եւ որոնք են որ օծումը կստանան եւ կապված Աստվածաշունչին բայց անգեց առաջ գուզեմ ներկայացնել ցեզի ով է Հովիվ Դավիթ Մաչուլյանը ծնած է 1990-ին Բեյրութ 2006 թվականին իր կյանքը տված է Տեր Հիսուս Քրիստոսի կյանքի աղբյուր եկեղեցիի մեջ գրթությամբ երետրական եւ համագարկչային ջարդարակետ է Electrical and Computer Engineering վկայված AUB համալսարանեն Լիբանանի մեջ սկսած է ծառայել տարբեր ծառայություններ ինչպես կայքեչի էջին վրա պաշտամունքի խումբի մեջ ղեկավար փչիչային խումբերուն եւ ղեկավար եկեղեցու բոլոր փչիչային խումբերու մեջ բադանիներու երիտասարդներու ղեկավար եղած է 2019-ին ասված զինք գանչած է Հայաստան որոնք քիչ եւ իր մե պիտի լսենք եւ հանդիպած է իր գնոջ Թամար Գեբելյանին 2021-ին եւ այժմ կսպասեն իրենց առաջին մանուկը հունիս ամսուն նշмарեցի որ թե քուգին վերստին ծննդյան ամիսը եւ քու մանուկի ծնունդը հունիս ամիսն է Հմ, Այո, այո։ Պարկաստո անորամար հետաքրական ժամացություն է եւ դերոջ ժամանակները շատ Հմ, հետաքրական են ինչ հիմա գարտացի քուգին մասի օրինակ հետաքրական է այսինքն 16 տարեկանի Տեր Հիսուս Քրիստոս ընդունած հմ, ես եւ սկսած ես ուսմանը հետ ծառայել եկեղեցին մեջ եւ ինչ որ սորված ես կորզածած ես ադիգա եկեղեցին մեջ գիտես ասված քեզի դված է շնորհքը իմաստությունը եւ արիաթուն իրեն յետ դված ես իր դանը մեջ կորզածելով եւ հետաքրքրական է որ դու հիմա արդեն երիտասարդ ես շատ երիտասարդ ես եւ գրծած ես այդ դարիներուն հետեւիլ երիտասարդներու բադանիներու որոնք մանավանդ այս օրերուն մեջ շատ ասենք Սուրբ Օքիով լեցված փորձարու ղեկավարներու պետք է ունին լավ հմ։ գուզեմ ես քեզ մել լսել քու վկայություն ամենքս կուզենք քեզի ավելի մոտ են ճանչնալ Արի։ Ուրեմն ինչպես իր պատմությունս սկսավ 2006 թվականին է որ ապաշխարեցի։ Բայց անգե առաջ ես ուրեմն հայրս եղած է ներողություն, մայրս եղած է առաքելական, հայրս եղած է կաթոլիկ, եւ ես կաթոլիկ դպրոցի մեջ մեծա։ Բզիկ տարիքես մայրս մեզի այնտեղ դրավ, որովհետեւ հոգևոր մեծնանք, որովհետեւ ուրիշ Լիբանանի մեջ չկար մասնավորապես դպրոցներ, բացի կաթոլիկները, որ ունեին անոնք դպրոցներ, նույն adեն եկեղեցի կար, եկեղեցի կաջախենք եւ անդեղ մեծա։ Եվ գիշեմ շատ լավ մինչև այսօր այդ օրինակները, որ ես տեսա այդ վայրի մեջը, ինձ ուղղակի հավատքեց դուրս հանեցին։ Ես լավ գիշեմ, մաս բարերը եւ որսի իմ բզիկ դարիքիս ասի, եթե ասի քրիստոնեությունը չեմ ուզեր։ Եվ այդ օրը գրնագս դարձի ես քրիստոնեությունից եւ նույնիսկ հանրային միջավայրներու մեջ գելեի նույնիսկ ազգահայեի atkan որ անաստված մեծա ի վերջո որով այդ օրինակները որ դեսա ինձ բան չէին լավ օրինակներ չէին դիբար օրինակներ չէին ըմ, եւ գնաց դարձուցի so որոշ ժամանակ մի հետքս դարիներու ընթացքին իմ քույրս ապաշխարեց կյանքի աղբյուր եկեղեցի որ մինչև այսօր դեռ գաճախ է Բադվելիք Չապարյանի ցերկով ապաշխարեցինք եւ մոտ 3 տարի ինձ քարոզեց եւ դունի մեջ ինքի մեծ քույրս է չեգնար իրեն վրընդել դունեն ստիված է իրեն մդի գնել բայց նույն ադեն չի ուզեր նույնիսկ իրեն մդի գնել որովհետեւ ինձ ինչ որ էսեր իմ մտքիս մեջ ասոնք ամեն առասպել են ասոնք իրականություն չեն ես աթեիստ մեծա աս բադանեգան դարիներուս մեջ Եվ գուքար քույրս ինձ գսեր հրաշք եղավ, նշան եղավ, մեկը բժշկվեցավ, ասին չեղավ, խուլին ագան չբացվեցավ։ Ինձ համար ասոնք ամեն երևակայական բաներ էին եւ մի քիչ մեջ գսեի ուզայի չափ խոսիր ես քեզ մտիկ չեմ ներգոր, բայց քույրս է գխոսի եւ ես քանի որ մեծ քույրս էր, so շատ դա չէ գնար իրեն դրեցնել, so ստիպված իրեն մտիկ գնեի։ Anyway,
ժամանակը անցավ, աս 3 տարվա ընթացքին առանց նկատելու սիրտս կամաց սկսեր է գագուղնալ, որով համար ինձ ավետարանը կարոզեր քույրս այդ համարը մինչ այդ։ Մինչ այլոց քույրս համարը գա եւ իմ գնոջ սանունն ալ համարը նինադեն։ So աս 3 տարվա ընթացքին ինքը կարոզեր ինձ իմ սիրտս գագուղնար աստուծո հանդեպ, բայց ես բարերու, ասին ուղագի մադով չէի գնարա դիգա ցույց տալ կամ սկայ ինչ կանցնի գթարնա։ Սա դարիներու ընթացքին հանգարց արիթ մի եղավ եւ որ Թամարը իմ քույրս որովհետեւ ես շատ աթեիստ աշխարհի մեջ մեծա եւ ես ինձ գիտությունով բաշարեցի չագերդյալ գիտությունով ասեմ որով այդ գիտությունն էր որ ինձի վստահություն ուտար որ կոնե իմ այս հավատքս որ Աստված չկա որով ադալ հավատք է Աստված չկա կոնե այդպես կվավերացնե իմ հավատքս Թամարը ինձի քույրս բերավ CD DVD-ներ բերավ որում մեջը creation science-ըսելով գիտության մասին գխոսի։ Դեմ եթե ասի բավական լսած կարած, so creation science-ը սպասպամը գա, որ ուղղակի կփաստե գիտությունը աստուծո ներկայությամբ եւ աստուծո մասին, so ըստ իդես ավասիգա եւ ես հարկելու նպատակով բացի թրի եւ նին ադենա ասպիսի բաներ քիչի կեդակրկություն սա գրավեր եւ թամարնալ հասկացած էր ինձի դվավ այդ DVD-ները ես առաջինը թրի եւ թիդեցի եւ լուրջ աշխարհս գլորակ դարձավ որովհետեւ ինձի համար քիդությունը փամը գսեր եւ հանգած նկատեցի որ քիդությունը հատկապես մարդու ցակումին հետ կապված ինչապ սուդեր գա հոնդերը եւ փաստեր չկա այնտեղի եւ ես իմ հավատքս դրած եմ բաներու վրա կամ գվստահիմ բաներու վրա, որոնց վրա որ քեդինք ունի իրականության մեջ։ Եվ ադի իմ հետաքրքրությունը սկսավ շարժել եւ creation science-ը ինձի մտքիս մեջ սկսավ համոզել ճշմարտություններով եւ փաստերով, որ Աստված կա։ Եվ ասի ինձի համար արդեն մեծ խնդիր էր, որովհետեւ ըստ ինձի Աստված չկար։ Եվ ես այդպես մեծած եմ։ Եվ հիմա որ գսեմ որ Աստված գա եւ ասի ամեն հոս է գիտությունով գխոսին որ քանի ես տերոս չեմ ապաշխարած ես ոսե հետաքրքրված եմ ինչպես Մովսես այրող մորենին գար եւ իրեն քաշեց հետաքրքրությունով մասված իրեն քաշեց ինձիալ ասեր իմ այրող մորենից կնասել ինձի սկսավ քաշել որ ավելի հետաքրքրվի մասկեդերով ի վերջո, նորեն այս DVD-ները դիտեցի, սկսավ հարցումներս ավելի շատանալ։ Եվ գիշեմ Թամարը, որ ինձ միշտ կարաչարգեր, եգուր եկեցի, որովհետեւ տուն դեսնես, կոաչկոդ դեսնես։ Ես միշտ ոչ կսեի։ Եթե գիտնայր ինձ իմ անցյալիս, եւ որ դունը առաջարկվեր եկեցի երթալ, ես գրիվ գնեի, որովհետեւ ինձ համար եկեցին վանտագ էր եւ փանդարգված եմ ես հանդեղը, համը չի հասկնար, համը չի առներ եւ մեկ վայրկյան առաջ հոնդեմ փախիլս կմտածեի միակ բաժարը որ հոնք երթայի որովհետեւ հայրս կհարկեի եւ եթե հայրս սեր պիտի երթաս այն ադեն երթայի գվախնայի երմե իրականության մեջ so գսեի լավ երթամ իր խոսքը գդրած չլամսելով դե ոչ դունի մեջ գրիվ գնեի ամեն գիագի գրիվ կար արդու Այսինքն որ եկեցի ծևով մի դեշեն անցերու որ այսինքն ագնադես եղածես մի քանի անցերու ասենք վարմունքները քեզի քայթագություն վաճառած են։ այո այո ես կայտաղած էի ավոր կայտաղած էի եւ So, եւ որ քույրս ինձ գարաչարգեր իջնենք եկեցի, ինքը միտքի մեջ կյանքի աղբյուր եկեցին է անշուշտ, իմ միտքիս մեջը բնական եկեցին է, որ ես ինձ նույն վիճակի մեջ պիտի գտնեմ ու ես փախա եւ գրնագս դարձուցի։ Եվ ես հոն չեմ ուզեր երթալ։ Ես այնպեսի դեղ չեմ ուզեր երթալ, ինձ իհատ մի հարցներ։ Բայց օր մի եկավ հայրս ինձ մի խնդրեց, մինչդ հայրս հալա աշխարհած էր այս ժամանակին։ Հայրս ինձ մի խնդրեց, որ իջնեմ, եւ ես որովհետեւ հորս խոսքի եկու չեմ ներ, իրեն համարի չա։ Եվ միջի այսօր չեմ մոռնար, այդ ադեն է որ ներս մտա, այդ ադեն դեր աղոթադեղի էինք, ուղղակի եկեցի չէինք 2008 կամ 9 թվականին էր որ մենք եկեցի եղանք ուղղակի կառավարական official ծևով, այսինքն օձվեցավ բադվելին իբրև հովիվ ուրեմն մտա աղոթադեղի միջի այսօր դակավին չեմ մոռնար իմ սկացածս ներս մտա նման տարօրինակ atmosphere էր, միջավայր էր, այսինքն կեմնար բարերով բացատրեմ, թե սեր, թե խաղաղություն, աստծո ներկայություններ անշուշտ, ես այդ ադեն չի հասկնար աս ամենը, աշխարհիկ վիճակի է գազեմ ես, ներս մտա եւ ադիգա ուղակի ինձի գազես հակոստի վեց հակավ, ներս մտա, գիշեմ,
Այդ ցախ կնայեմ ամեն մարդու երեսին վրա ժպիտ կա։ Ես աշխարհի կյանքը որ եկած եմ, գիտեի այդպես բանը չի գա, միշտ դխրություն գա, միշտ մեկը մյուսին թանակ զարնել գա, իրական եղբայրություն չկա։ Եվ ես շատ միջավայրներում մեջ եղած եմ եւ չէի տեսած լավ բանը, այսինքն ամեն ինչ ես իմ ցերկովս կփորձեի անել եւ հաջողցնել, բայց ուղղակի մեգումը վրա միշտ կատարյալ վստահությունը չունեի եւ չէի տեսած մեկը որ իսկապես ուրախ է եւ բացի որ ես աղոթադեղին մտա եւ հանգարց դեսա իրական ուրախություն դեսա օրինակ ուրիշ տեղ մը գար երկու աղջիկներ կային ասես իրարու պատտված էին եւ գաղութեին որ իրարու ասանք բատկեր ես կյանքից մեջ չէի տեսած եւ ինձ համար դա օրինակ էր բայց ասոն չէր որ դեռ ես ապաշխարեցի ես ներս մտա Եվ շատ լավ գիշեմ, նույնիսկ որով ես անցյալ եմ եկած եմ, որ եկեցի մեջ մեծա եւ արգելված է ոչ ոդկը չարժես, պերան պան բեչելա, իրենց սազադեն ոդկի վիդելես, իրենց սազադեն ոդկի վիդի գետ պիտնստիս։ Սին օրենք կանոն, այսպես օրենքներուն դակ մեծանք եւ Գիշեմ ես այդադեն իմ բադանեգան դարիքիս պերանց ձիտ պիտ տնեմ ես եւ անանք ներս պիտ մտնեմ եւ եթե մեկը պերանը փանա եւ մեկը ինձ ձուր նայես պիտ ցկեմ աստրե եւ երտամսի անշուշտ ես հիմա ձիտ չեմ տներ եկեցի մտնեմ նե բայց ես այդադեն եւ բադանի է ադանք կմտածեի եւ պերանց ձիտ եւ անանք մտա բայց մեկը ինձ չնայեցավ մեկը իրականության մեջ ինձմով չէր հետաքրքրված ինչքան հետաքրքրված էին աստուծմով ամեն գետրոնացումը հոներ Եվ քանի օքի գար նստած էին աստվածաշունչ բացած կգարթային եւ ես նստած էի կսպասեի հայրս իմ աջ կողմս նստած էր եւ հանգարտ բադվելին ոտքի ելավ եւ աղոթելու սկսավ եւ ամեն մարդ ոտքի ելավ եւ աղոթքի սկսավ եւ ես աղոթքի ելա ինքնաբերաբար այդ բանն էր որ առաջին անգամ քարոզ գլսեմ գահսկնամ մեկ ժամ կանցնի եւ գարձես 5 վայրկյան անցավ ինձ համար այդպես էր Եվ հանգարց բադվիլին ամենը սաղ ժամացույցին նայեցա, բադին վրա մեկ հատ net ժամացույց կա, ժամացույցին նայեցա, մեկ ժամ անցեր է։ Ես չհավատացի ադիգա, եւ խոսքի մեջ բան մը գար, որ սիրտս կփռներ, եւ ես չի հասկնար ինչ է։ Ինչ որ է, հոնդեն դուրս ելա եւ այս բարերը գային իմ սրտիս մեջ։ Այս դեղը գամ խենթեն, գամ իրականություն գա այստեղ։ Այս երկու բանով դուրս ելա ես։ Ժամանակը անցավ եւ ինչպես ասի, եւ որ ինձ առաջարկեին եկեցի երթամ ես գրիվ գնեի, օրը այդ բադանական դարիքներուս մեջ ինչպես ամեն բադանի նեղությունները գանցնի եւ ամեն մարդ անշուշտ իրենց նեղություններ ունի։ Սո ես ասանք հadoop նեղութեմ անցա եւ գիշեր մորուս կով կացի եւ մայրես խնդրեցի որ ինձ դրամ տա որբեսի տաքսի առնեմ եւ աղոթադեղի երթամ կյանքի աղբյուր եկեցի եւ մամաս զարմացավ ինձի ձայր քաշեցավ ինչ ունիս քանի ինձ մեջ էր ակնկալ էր բնավ օրը որ իմ փերանես ասպես փարել է, կամ ասպես խնդրանք ել է, հեսա ինչ ունիս։ Ըսի ման բամը չունի, մաշուշ սուտ խոսեցա, բամ ունեի, ըսի բայց ասպարերը ըսի, եւ ինձ համար զարմանք էր ասի, ըսի հոն ավելի հանգիստ եմ, եւ ինձ համար դունես ավելի հանգիստ դե ուրիշ չունեի։ Աղոթադեին հանգած եղեր էի իմ իսկական հանգիստի վայրը եւ Փերանես է որ այդ բարերը լավ ես զարմացա ինչպես ես այդպես խոսքալ ես իբր ճշմարտություն էր ասածս մայրս Փերան չի բացավ դրամը դվավ ես գլուխս արի աղոթադեի իջա եւ նույնը սկացումը նույն խաղաղությունը նույն սերը ասենք հակոստի պես կուքան ինձ կփակտվի ես բարերը չունիմ դեր այդադեն ինչ կանցնի գթարնա նորեն քիչ ավելի արջև երթամ աս ամենը կբադահի 16 տարեկանի շրջանիս այդ ժամանակներում կլինի, ասիկա 2006, 2005, 2006 այդ ադենները կլինի։ Հետևաբար հանգած համակումար եղավ, մի օրվա համակումար էր, եւ որ 600 հոգի եկավ այդ ադեն, Լիբանանի Սաժեսի օդիտորիումներ։ Ներողություն անգի առաջ մեկ այլ ուրիշ համակումար եղավ, նորեն մի օրվա, քչակ էր այդ ադեն։ Եվ առաջին անգամն է, որ ուղագի հոններս մտա եւ գտեսնե ինչպես մարդիկ կբժշկվին, մարդիկ կերին գինան, ինչ կանցնի գտարնա, բայց անշուշտ ես սխալ բաներով չեմ լեցված, ինձ համար հետաքրքրական էին աս բաները, որ գտեսնեի ոնդեղ եւ հետո սաժեսի համակոմանին եմ կացի նորեն մի օրվա էր եւ այդ օրն էր, որ օծությունը սկացի եւ որ բոլորը շարված ենք մոտ 600 հոգի ենք
Եվ Բադվելին ըսավ ամեն մարդ պիտի բարձրանա, ես ցերկս վրանի մի տնեմ եւ աղոթեմ ու միան ցերկը պիտի տնե եւ ամեն մարդ վար պիտի չնե։ Սո սրահը կբարձրանայինք Սաժեսի օդիտորիումներ եւ գիշեմ ինչ ես ելեմ դեպի սրահ իմ սրդիս մեջ այս խոսքը գար, որով կարոզեմ գար այս խոսքը, որ ես թակավորներու թակավորին զավագնեմ։ Եվ այդ Mm. խոսքը երբ գսեի սրդիս մեջ, ասենք գազես աթոմային ռումբ մը գբայթեր։ Համը գլարին մեջս, չէի հասկնար, որ ինչ է։ Եվ որքան մոդենայի այդ սրահին, այդքան ավելի աթոմային ռումբը գբայթեր եւ մարմինս սկսավ թողալ, ես գարսի գամեչնամ։ Բայց երբ կմոդենայի գսեի Դավիթ դու չես ամեչնար, ինչ են գամեչնասկոր։ Եվ ես չունեի ամեչկոդություն, այսին բայց հետո ես ինձի ուզեցի համոզել, որ դա հիմա թումփեմ գելս որ 600-ի արչև, հավանաբարադոր համար գամեչնասկոր եւ գթողասկոր։ Բացադրություն չունեի ինչ կանցին գթարնա։ Բայց հետո մի քիչ մեջ կսեմ, բայց դու չես ամեչնար Դավիթ, ինչ է ասիա։ Թեմի է որ բարձացե Բադվերին ցերկը այսպես դրած էր եւ ին վրա սահոտեց, ըսավ քու վրա Աստծո զորությունը գա հիմա ասավ։ Հոն գաբեցի հասկացա, որ ասի օզությունն է ուրեմն ես կսկամ, որով Համարի ինձ իգսեր օզություն, παιδես չի հասկնար ինչ է։ Լման մարմինս կթողար գազես կոնտակտ կանցնի, լման մարմինս մեջ եւ ես չեմ դեսներ որ ես ինձի, բայց մարմինս լման անի վես կշարժեր։ Ի վերջ ոնդեմ վարել չա եւ նստեցա եւ շատ ուրախացա, ասի վաու, հոս համը գպադային հիմա։ Բայց նորեն չաբաշխարեցի, ասում չէին աբաշխարություն։ Ասե առաջին անգամն էր որ օզությունը սկացի ուղագի։ Լման մարմինիս մեջ։ Գաջ ժամանակ անցավ, այս անգամ 3 օրվա համակումար ունեինք եւ ասի էր 2006 թվին հունիսի ժամանակ։ Առաջին 3 օրվա համակումարին է որ ես բարձրացա։ Այն ադենալ հայրս սավ գուզես երթալ։ Ես սկիզբը ոչ ասած էի, կորոջ ու սևախորս որով իրենք պիտի երթային։ Ես ոչ ասած էի, բայց է որ հայրս խնդրեց, ասի լավ գերտամ եւ ոչ ասած էի ոչ թե որով չէի ուզեր երթալ, ոչ ասած էի որով գիտեի որ մեր վիճակը հատկանալ լավ չէր, որ ես գարենայի բարձրանալ, սո հորս համար ես ոչսի, բայց հայրս է որ ինձ առաջարկեց գուզես երթալ, ասի գերտամ, անշուշտ գերտամ։ Սո կացի։ Եթե գուզես ասել, ինչ է գուզես ասել վիճակը լավ չէ, որ Ձեր չէի որոտ տրամական համար։ Okay. ֆինանսական մագարտակի վրա այդքան լավ չէի ինգայդադեն եւ ես գիտեի հերույեն որոշ չափով անշուշտ մանրամասնություն չէի գիտեր, բայց գսկայի դունի մեջ են։ So սի հորս եթե քեզի ձաներ վիդի չլա, գերտամսի։ Սա հայրս քնա։ Սոքացի ուրբաթ շաբաթ գիրագի էր ուրբաթ առաջին անգամը լալով իմ ցերկս աստվածաշունչ դրվեցավ նոր գդագրան անալ իմ աստվածաշունչս էր նվերի վես դրվեցավ ինձի եւ գիշեմ ադ առաջին օրն էր որ ես հատ քիրքը բռնեցի նոր գդագրանների միջայլոց ջերմակ նոր գդագրան ասպես աստվածաշունչը նոր թարգմանված Բեյրութի մեջ եւ ես շատ կսիրեի քիրք կարդալ եւ փորձառություն ունեի քիք կարդալ, որ աստչափ հաստեն եւ հետո մուվիները դիտածեմ եւ տեսածեմ, որ ուղագի չի համեմատվիր քիրքին հետ, որով քիրքը շատ մանրամասնություններ ունենա մեջը, եւ որ իմ ցերկս ասպես հաս նոր գդագարան դրվեցավ եւ ես գիշեմ դիտածեմ Հիսուսի մուվիները, ասի աստչափ քիրք atkan մուվիի մեջ չի փավերսի։ Hmm. So ուրեմն ես շատ բաներ գա Հիսուսի մասին եւ քրիստոնեության մասին իրական չեմ գիտերսի So հոն հետաքրքրությունը սնորեն սուրբոքին աշխատանքն է անշուշտ քաշեց ինձ Աստծո խոսքի մեջ մտնելու այդ օրը որ Աստվածաշունչը բռնեցի ուրբաթ օրը արդեն Մատթեոս լման վերջացի Մարգոսի մեջը մտածեի եւ գլափեի Աստվածաշունչը որքան ժամանակ որ ունեի երկրորդ օրն էր շաբաթ գիշերը բաշտամունք դելար եւ այդ ադեն օզությունը այնքան թանցր իջավ Լման մարմինս բռնեց, ես արջևի շարքերեն նստած էի, լման մարմինս Աստծո օծությունը բռնեց, ոտքի չէի գրնարգենալ, ձունգի ինգա, կերին իջա, եւ չեմ սկարփամը, չեմ ցավիր, բայց լման մարմինս գսկամ բռները, գալիս Աստծո մեծ ափն է, ասես, լման մարմինս բռնած է այսպես, եւ Wow. գսկայի հոգի շունչ մարմին ամեն ինչ գսկայի, երևակայական բամը չի գա այստեղ, եւ գիտնալով, որ ես աթեիստ բեքգրաունդ է եկածեմ, որ այս բոլոր բաները իրականության մեջ ինձ համար երևակայական են եւ խելքի հետ խաղալ են եւ այլն,
բայց այդ վարյանին ինչ որ գսկայի, անորս կա ամենամեծ աթեիստն ածունգի գուկա այդ վարյանին, որով Աստուծո փառքը եկավ եւ ծածկեց ինձ լման ծայրե ես զունգի ինգա այդ վիճակից մեջը եւ հոն այս բարերը ասի գիշեք ես քեզի creation science-ի մասին խոսեցա Այո։ ինչ առաջ so դերոջը ասի ես մտավես այս շրջանի մեջ համոզվեցա որ թունգաս Հմ, բայց հիմա ասի այդ աղոթքի ժամանակ հիմա ասի սրդիս մեջ գիտեմ որ թունգաս ես եւ որ այդ խոսքերը հմ, ասի բադվելին իմ արջևես ասպես կերթար գուքար Ad վարգանին, ես խոսքս դեր չիմ բարը հազիվս է բադվելին սավ ամոր բادرաստ է սիրտը անցնելու Հիսուս Քրիստոսի իբրև դեր եւ փրկիչ թող արջև մոդենա ես սողալով արջև կացի արդեն գրեթե արջևներն էի սողալով արջև կացի որով արդեն կոնտրոլ չունեի որ ոտքի էլի եւ երթայի սողալով արջև կացի ես սիրտս անցնեցի եւ այդ օրվանե եւ նույնը չեմ եղած ես հոն ապաշխարեցի օծություններ Աստծո հետ հանդիպումս էր, որ այդ գնիքը դրավ իմ կյանքիս մեջ։ Այդ դեղեն վարիչը համակումարը վերջացավ գիրագի, վերջացավ վարիչը արդեն աչքսախ սկսա կարոզել, որովհետև քանցն ունեի, որ այլևս չի գնար ինձ համար բայել, եւ գսկայի պետք է բաժնեմ ասի ամենում։ Սողոնդերն է, որ սկսավ քարոզությունս եւ ասի 2006 թվին մինչև այսօր Ես Աստուծո գծարայեմ եւ օրը գրնակ չեմ դարձուցած կալով աթեիստ բեքգրաունդ է օրը գրնակ չեմ դարձուցած եւ չեմ ասած վայ Երանի եդեդև երթամ նո որով իմ աբրազս ադի առաջին փորձառություն սեր 2006 սապատ օրը այդ օրվն է իվեր նույնը չեմ եւ այդ օրվն է իվեր փորձառություն Աստուծո հետ միան աջած է եւ միան արժեվ կացած է չես սանսանար իրական Աստուծո հետ եւ որ հանդիպում ունես չես ամբողջ կյանքս տվի եւ ամբողջությամբ իր օվկիանոսի մեծ սատկեցա առանց որ հետս փամը փերամ անցյալեն ադամենը թափեցի նորստիս մասմակուր աստուծո ցերկերու մեջ եւ անգի ավելի ուրախ չեմ եղած այսին արդեն տարիքս ցույց կտա 16 տարեկանեն ապաշխարած եմ հիմա 34 տարեկան եմ Եթե ես կյանքս աստուծո հետ անցուցած եմ եւ թեր պիտի անշուշտ մինչեւ աբակա երթալիգա So ասեր mainly իմ ապաշխարությունս այդ օրվան է սկսա արդեն անշուշտ այդ ամակումարեն իջա սկսա օրական երթալ եկեցի մենք այդ օրերուն օրական բահեր ունեինք դեպի օրական երթալ եկեցի եւ ինչապ կրնայի այդ օծության դագլալ բահերուն մեջ այդ օծությունը աստուծո խոսքին հետ խառնված իմ մեջս կփոխեր ինձ օրե գաջեի աստուծո չոր աստվածաշունչը դրված էր ինձ աստվածաշունչը գլափեի արդեն Ամը չէի սկեր ծայրե ծարգ վերջացնեի եդս սկիզբեն գսկսեի մա 5 դագրան անցա 5 դագրան վերջացի նոր դագրան անցա գլափեի աստվածաշունչը եւ միջև այսօր դերած սովորություն ունիմ որով չեմ ցանցանար ազո խոսք ամնա սիրած բանս է ամեն, ամեն, Ա, օրինակ հսկայական մեծ վերա transformation վերափոխություն ունեցած ես ոգևոր այո կյանքիդ մեջը եւ երբ որ իջապ εμեն սկսա աճուցախ Քրիստոսի մասին խոսել atkanցը որ ունիս չկրծար քեզի բահել բայց վստահ եմ որ շատ անհատներու հանդիպեցա որոնք իրենք ալ նույն քեզի պես էին քեզ նման էին նախքան քու հանդիպումդ նախքան այո ասենք օծումը այո ինչպես իրենց կրնայիր agrāk որ սկսած է իր կարդալ օծում ունեին ինչպես կրնայիր ինչպես է քու approach-ը ինչպես է քու վերաբերմունքդ իրենց հետ նե ասես եմ եւ օծությունը կավերատ գլուխդ այլևս քեզի թեմ չի գրնար գնալ որովհետեւ օծությունը քեզի համարցակ կդարձնե Ես այդ ժամանակեն առաջ ատկան ինքնավստահ չէի, որ ելեի եւ մարդոց հետ խոսեի գամ, ասեմ հատկապես հավատքի հետ կապված, որ ես իմ միջավայրներուց մեջ Աստուծո գահայի եւ հավատքին վրա կխնդայի։ Հիմա հանգարզել եմ եւ բոլոր բարեկամներուս սկսեմ Աստուծո մասին խոսել, ասի խելքի բարգելիք չէ։ Գամ ինձի թյուրին փամը չեր ադիգա իրականության մեջ։ Բայց եւ օզությունը եկավ, գրակ դարձա, չէի գնալ բահել։ Լման անձնավորություն սփոխեց նշմարային եւ մարդիկ սկսան այո, տեսնել այո, այո, եւ ինձ համար հետաքրքրական է ինչ էր, դա ասի ամառը կբադայի, հունիս, հուլիս այդ ժամանակները ամառը կբադայի ասի, արդեն եւ որ վերամուդին եւ դբրոց մտանք եւ այս անգամ 11-րդ դասարան էի, սիմը դած արդեն բարեկամներս մի քանի օք ինձի մոդեցան, ասին քեզ ինչ եղել է։ Սինքու մասին ինչեր լսեցինք, ինչ կվադայի գոր, ինչ բար, եւ արդեն ոնդեն իրենց հասկսա կարոզել, դբրոցեններս։ Դբրոցի մեջ շատ մեծ եղաշրջումները սկսա բլալ, այսինքն ես գահալածվեի շատ քեչ դբրոցի մեջ։
գրեթե ամենուն կարոզած է մոնդը բնորենեն բռնե մինչև հերթաբահը կամ հայրիկը որ հերթաբահն էր աշակերտները մեկը չեմ ցկած որ կոնե 9-րդ դասարան ու վեր որ իրենց չեմ խոսած ամենուն ավետարանը գորուն որ գրնայի կկարոզեի բայց շատ քեշ կհալածվեի շատեր ոնդե աբաշխարեցին շատեր սկսան եկեղեցի կալ վերարտնությունը սկսավ լալ դբրոցի մեջ բայց գալածվեի որով աստվածաշունչ կար ցերկես աստվածաշունչը ցերկես առնվեցավ գալածվեի որով Հիսուսի մասին կխոսեի վադի հաճելի չէր դբրոցին համար բայց եւ այնպես մարդիկ չեն գրնար ամեն անգամ որ մեկը հարցում ունենալ, ցեվոմը կամ ուրիշ ինձի հետ կկապվեին, շատ անգամ փախստական Մ, կկապվեին ինձի հետ, որովհետեւ չերևին, մենակ մեկ հատ case մը գա գիշեմ, որ մը աղջիկ մը գար ինձի սավ հետ խոսելիք ունի մսավ, սպոսանքին էր, սի լավ իրեն բիտ դառնայի, որ հետո խոսին, ինձ իսավ հաջիս ինձ մի դառնարսավ, ասանք մ, բադին վրա գեցիրեցավ, առանց ինձի նայելու խոսիր, որ մեկը չի չսկա, ասա, որ հետս կխոսիս, որ ասվես էր, մ, հետևաբար եւ գիշեմ, այսինքն մեկ անգամ ուղագի քանի ինձ արկելած էին քարոզեմ եւ դնորենության, այսինքն կանչված է եւ ինձ իսած էին արկելված է քարոզես եւ այլն եւ անշուշտ իրենց ասած է որ ես միան Հիսուս կխոսում որ ուրիշ բան չեմ խոսիր քու հավատքը դե ու քրիստոնյա չես բայց անշուշտ բարգացավ դնորեն ադես ի վերջո ես անշուշտ հարկանքս միշտ կբահեի եւ վարքը շատ լավ էր մանավանդ եւ որ քրիստոն այսինքն իրական քրիստոնյա դարձա Համը որ ես բնավ չէ երևակայել որ յետ կդառնամ քրիստոնյա կամ քրիստոնեության յետ կնայեմ so գահարքանքս կբահեի եւ ըսի սիրով ես չեմ երթար մարդոց չեմ խոսի որով ես ածախ կերտայ ամենում կխոսեի մեկը չէի ցկեր այդ ադենի որ վարի չա եւ աղոթեցի սի դեր ինչ պիտնեմ հիմա եթե ինձ ցերկես քարոշչությունը արավ ինչ պիտնեմ ես ըսավ աստվածաշունչը թերև գարթա մ, լավսի եւ սպոսանքին գնստեի բահերուն ընդմիջումներուն գնստեի աստվածաշունչ սպանայի մեկ ասան փոքետ աստվածաշունչ մունեի միշտ գրբանսեր դրամբանագից լեղադիգար եւ միշտ ադիգել էր բանայ աստվածաշունչ կգարտայի եւ ամեն դեն կովս կուտային Գուքային մեգա հարցում ունենար իրեն կպատասխանի անի գարցի ադի առաջին անգամ որ ասիգա եղավ Գիշեմ ամեն արդու անշուշտ եւ որ դբրոցն էինք զանգահար գզարներ եւ կհավաքվեինք ամար տասարան բիտ պարսանան ախքան ելե տասարանա մենք քայլեր կգերքեինք մեկ հատ հայրմեր մը գաղութեինք եւ գիշեմ այդ ադեն հայրմերի ժամանակ ես ամար հայրմեր գաղութեր անշուշտ ձեսական ցևով գաղութեին Անոր անշուշտ ես ամենում վրա բան չեմ ուներ, բայց ընդհանրապես այդպես էր, ձեսական գնեին ամեն կս աղոթը, բայց եւ որ աղոթքը գլար, ես իմ սրտից մեջ կաղոթեի գսեի դեր ասում ինձ մեկ օքի ղրգե, մեկ օքի ղրգե, եւ ես ասուսո ստրատեգին բիտնեի անշուշտ, որ ինձ դված էր ռազմավարությունը սավասվաշունչը բաց եւ գարտա եւ Բացի բենչի վրա նստեց աստվածաշունչը բացի ես սկսա գարտալ եւ ես 11-րդ դասարանն էի 13-րդ դասարանի տղաքեն մեկը մոդեցավ իմ մոդս անշուշտ ես ասկացի ինչու մոդեցավ իմ վրաս խնդալու համար մոդեցավ ինձի քիթին դագեն ինքը խնդա ես կսկամ արդեն եւ հերոյեն դղակը ասանք մեծ գլոր մնային գտիդեին եւ կխնդային բայց ես մի քիչ մեջս շնորհակալ եմ դեր ղրգեցիրթուն so as դղան եկավ իմ մոդս նստեցավ հեսավ ինչ կգարտաս միջադես Հովանես Մգրդիչի մասին կգարտայի նոր գդագարանեն Աստվածաշունչը կոչեցի ես քեզ դիսեմ ինչ կգարտամ որ եւ սկսա իրեն ավելարանը կարոզել Հիսուսին եւ Հիսուսի մասին եւ ասդղան գախավ եւ լուրջ սկսա մդիգնել ա 12-րդի մյուս դղակը գրուպը Ադոնք իրար անցան ինչ հավաստուն հոն կնաց եւ գախավ բոլորը եկան Ադոր վրա 13-րդ հասարանեն ով գա որ դեսան ա դղակը մոդեցան իրեն քալեգան Ադո վրա դեսան 11-րդ 10-րդ դասարան 9-րդ դասարան բոլորը եկան եւ ադ վիճակի մեջ ես ճիշտ մեջտեղ եմ սպոսանքին ամեն մարդ կովս եկավ եւ ամեն մարդ հարցում դարձնե անշուշտ ոչ թե բոլորը լուրջ հարցումներ ը, ը, մեկը վրաս կբորա մեկը չեմ գեր ինչ կսե մեկ գահայե ամեն տեսակ բան գլար այդ վիճակի մեջ որուն գահասնեի կպատասխանեի անշուշտ այդ ժամանակը ինձ մեզ այդ ուրիշ հավատացյալներ ալը սկսած էին լալ որ եկեցի գահաջախային իրենք ալ վազեցին որովհետեւ օգնեն եղածին հոնեի որ ես արդեն դնորենության նորեն կանչվեցա եւ ինձ մե աստվածաշունչ արին ինձ երկես so Ներողություն հարցնելուց հայկական դպրոց էր, եթե այ ուզես այ ասել հայկական դպրոց։ այ AGB Okay, AGB okay. So
Կալով ետ քու ստաց հարցումիդ ինչպես է սկսա ես չէի գնարևագայել որ ասպես բան պիտի կարենամ անել օրմը եւ մանավանդ լավ գիշեմ եւ որ ատքան մեծ ամփոխ վրաս եկավ 12-րդ դասարանը մեկա դղամը գար որ բարձրահասակ էր եւ նույնիսկ դանք կներ բասկետբոլի մեջ ասում մեծ էր եւ հսկա էր եւ ամենուն արջև ասես ցերկը վրաս բարձրացուց եւ հսավ ճիշտ իր բարերով հսավ քեզի կդայախեմ ներողություն ասպայն համար բայց աս բարը կորզածեց եւ քիթ քեզի արյուն լվա քիթ բերամ մեկ կնեմ ասպես փամը ասավ ամենուն արջև ասպես գբորային վրաս իր փարգությունը վրաս կբարվի եւ ճիշտ ադ վարգյանին ինչ եղավ ինձի չասա բայց մեկ բան լավ գիտեմ օզությունը եկավ վրաս հատեց ինձի եւ ես գրակ դարձա ոտքի է լամին աչև ես սեկս բարձրացի եսի գնաց տուն ինձի արին լվանել քիթս սպերանս մեգնել քիթս կերին կսելսի ես մեկ բան լավ գիցիրսի եւ ես գբորամասի մեկ բան լավ գիցիրսի ես Հիսուսը կարոզել եմ պիտի չի գնամասի ես այս խոսքը սի դղան լրեց է մեկա դա իրեն չի տեսա գործերեցավ Եվ մեկը օր մեջ չգրծավ իր ցերկը իմ վրաս բարձրացնել։ Դերոջը պաշտպանությունը գար իմ վրաս։ Այդ ամբողջ ժամանակվա մեջ։ Եվ անգելձս եմ։ Կալու քու քիչ աչվա ցուցազարցումիդ։ Ես չէի գիտեր ինչ մի կարոզեմ նույնիսկ։ Հմ, Մի անգիտեմ, որ մեջս գրակ կա եւ ես հիմա իրականության հանդիպեցա, որ Աստված իրական գա եւ մարդիկ կրնան վայելել եւ ես ամենում որ կովը գերտայի գսեի Աստված գա, ասեր իմ քարոզս, Աստված գա, Աստված իրական է, մենք սուտ կգարձեինք, բայց իրական է, ասկե ավելի վարվետ խոսակցություն չունեի, որով հատկանալ մասնակից չէի ես քարոզելու մեջ։ Եվ ինչ գիտեի Աստվածաշունչեն, որ գգարթայի, անոնց մասին ա, գխոսեի, Հիսուսի մասին գխոսեի, ուրիշ բան չէի գիտեր, ուրիշ բան չունեի, Ա, նույնիսկ չէի գիտեր ինչպես պիտի մոտենամ, գմտնեի Աստուծո գաղութեի, Սուրբ Օգին գսեի դեր ինձ օգնե, ես պիտի մտնեմ ասխումբի մեջ, չեմ գիտեր ինչ պիտի սեմ, եւ գմտնեի ներս, եւ ինձի գնային, եւ հանգարց մեկը Աստուծո անունը իր փերանը հաներ, այդ ինձ համար արդեն green card էր որ ներս մտնեի եւ ազգու մասին խոսեի Ը, ասի չեր աշխատեր այո վախնայի գվախնայի վախեր ունեցած եմ բայց երբ օծությունը գուկարին դիգը բռներ հանգարց վախս կգդրվեր եւ ադբես կմտնեի դրաբար շատ անգամ ասի է որ թեմդ կգենա հմ, ասի թեմդ կգենա եւ թուն ավելի քան ասոր վստահիս վիդ վստահիս սուրբ ոգին եւ քու մեջի իր թրածին եւ հավատքի ամեն, քայլի դառնես եւ այդ ադեն կտեսնես ինչպես ձունգերը գծերին ամեն, սասի եղած իմ փորձառությունս մի մտածեր ինչպես պիտի մոտենամ ինչքան մտածե Աստուծո ինչպես կնամ ավելի մտերիմ լալ ինչպես կնամ Աստուծո հետ քալել տունադի մտածե օծությունը ինապրապար կյանքիդ մեջ կոսի եւ քեզի համարցակ գրագոտ նույնիսկ քեր բնական ծառայող կդարձնե ինչ որ արդեն հստակ կտեսնենք Աստվածաշունչի մեջ է որ Բենդեգոստեին օրը հրեղեն լեզուները իջավ սուփոքին հանգչեցավ հավատացյալներուն վրա 120 հոգի էին միջև այդ ադեն իրեն կբահվեին հանգարց եւ որ գրագը իջավ իրենց վրա սուփոքիո մգրդվեցան ասում գրակ դարձան եւ Պետրոսը որ գվախնար Հիսուսին 3 անգամ ուրացած էր ինքի ելավ գսե սուրբ հոգիով լեցվեցավ եւ ոտքի ելավ քարոզելու սկսավ 3000 հոգի աբաշխարեց այդ օրը 3000 հոգի մգրդվեցավ այդ օրը այդ Պետրոսը որ վախկոտ էր հանգարց դարձավ համարցակ գրագոտ եւ վստահ եմ ինքը չի նստեցավ չի մտածեց հիմա ինչ պիտի քարոզեմ սուրբ ոգիով լեցվեցավ սուրբ ոգին իրեն բարերը տվավ եւ ինքը ադիգա սկսավ խոսիլ եւ գսեմ մարդոց հարցումը, սրդերը ջլվեցավ այո, այ հարցումը ունիմ, ինչպես որ սիր Պենտեկոստեին օրը Սուրբ Օգին եկավ եւ բոլոր աշակերտները ասենք վախկոտ աշակերտները զորացան, ասենք գրագել լեզուները ստացան, ինչպես կրնաս բացատրել Սուրբ Օգին, ասենք զորությունը իտնալը եւ օծումը ստանալը դարբերությունը, այսինքն ստացան եւ օծումը սկսավ աշխատել։ հա նախ կալով Հիսուսի սազին եւ որ սկիզբը ինքը սա Ղուկաս 4-ի մեջնալ դմեջ բերե Եսայի մարգարեութենեն եւ որ գսե դերոջ հոգին իմ վրաս է եւ ես օծվեցա հadoop կորձ մնելու համար իսկական օծյալը ինքն է եւ որ օծյալին քու սիրտդ նվիրես Հիսուս Քրիստոսի ու սիրտդ նվիրես եւ իրեն իսկական աշակերտ դալաս եւ գսեմ սիրտդ նվիրես սել ամբողջ կյանքովդ իրեն կսկսի սելեվի քու կյանքդ իրեն գուտաս իրեն համար կսկսի սաբրիլ
մեղքի կյանքին ոչ կսես, ասի այսկական ապաշխարությունը։ Եվ դու իսկապես կսկսես հետևել իրենց եւ սիրտդ իրեն դալ, կյանքդ իրեն դալ, գսե Աստվածաշունչը դու այլևս նոր արած ես, հները անցավ եւ ամեն բան նոր է։ Եվ այլևս չես գիտեր գսե որ դու դաջար ես Սուրբ Հոգին է, Սուրբ Հոգին քո մեջ կտնագի։ So ad varganen որ դու Դեր Հիսուս իբրև Դեր եւ Փրկիչ ընդունեցիր անգերց սրդիդ մեջ, դու դարձար դաջար Սուրբ Հոգին մեջ կբնագի ad varganen։ Սուրբ Հոգին մեջ է դեմա։ So եթե օձյալը մեջ կաբրի, ասել է օձությունը մեջ է դե եւ ադոր համար է որ գսե նոր գդագարանի մեջ քանի դեր գա մեջ ֆերը որ գսե օձությունը արդեն ունի ստուն։ Արդեն օձություն ունի, օձություն կարող օձությունը ցեզի ամեն բան պիտի սորվեցնե։ Հետևաբար օծությունը մեջս է իրականության մեջ։ Խնդիրը այն չէ, որ Աստված նոր օծությունը պիտի ղրգե, որով ինքը Քրիստոսով գնքեց արդեն ադիգա, Քրիստոսով խաչին վրա ամեն խոստում այո եւ ամեն եղավ մեջը լալով Սուրբ Օքինը ստանալը, որ Բենդեգոստեի օրովը սկսավ։ Ամեն խոստում Քրիստոսով այո եւ ամեն է։ Ուրիշ դեր գսե թե Քրիստոս խաչը բարձրացուց եւ չխնայեց իրեն խաչը բարձրացած, ապա ասոր գողքին նաեւ քեզ մյուս բոլոր բաները պիտի չդա։ Այո, պիտի դա ասավ։ Սարսո Աստված ամեն խոստում, որ Աստվածաշունչի մեջ կա, մեջը լալով Սուրբ Օքինը ստանալը, ինքը Քրիստոսով գնքեց։ Եթե դու Քրիստոսը ընդունեցիր, օձյալը ընդունեցիր, եւ ադ օձյալին օձությունը քու մեջը պիտի լա։ Ադ վարգանի Սուրբ Օքին մեջը կաբրի։ Սենտիրը ան չէ, որ եթե ես օձությունը ունիմ կամ ոչ, եթե ես Հիսուսին գավադամ, ապաշխարած եմ։ Սենտիրը ան է, որ օձությունը ինչպես ինձ մեջ է դուրս պիտի լե, օձությունը ինչպես պիտի ավելանա իմ կյանքիս մեջ։ Ո՞ն է խնդիրը։ Եվ գուզես ասոր մեջ ավելի գրնամ խորում երթալ, Այո, բայց գուզեմ հիմնականորեն անցնել, այս է։ այո, գուզեմ անցնել ավելի հարցներս մանրամասնության, բայց միևնույն ժամանակ ալ ինձ հետաքրքրե որ ինչպես օրինակի համար հետս հետե դարբեր դարի ծառայությունները տավեցան եկեղեցի մեջ եւ հանգարց այսօր հովիվն ես Հայաստանի մեջ Երևանի մեջ կյանքի աղբյուր եկեղեցին կրնաս ադիգայալ մեզի պատմել ինչպես պատահեցավ հետաքրքրական է որտեղ Այո, ես ինչպես եթե դու կամ օզուչյան հետ կապված, բայց կալով երկրորդ հարցումիդ, սոյ որ ես սկսա օրագանի գեցի հաջախել, ժամանակ մի հետ ես կփնդրեի ծառայությունն էլ եկեցի մեջ, բայց ես մասնավոր չեկիլեր process-ը ինչ է։ So գիշեմ այդ ադեմ եկա ծառայող մգար, որ այսօր ինքն ալ հովիվ է, հովիվ ռաֆին, Լիբանանի եկեցի մեջ նեմա։ So իրեն կով գերտայի եւ ինքը կպատրաստեր, ինքը սաունդին վրա կգենար, քարոզները MP3-ի վրա ձեր CD-ի վրա այդ ադեն թեր CD-ներու օրերն էր, so CD, DVD եւ այլն 2006-7 խոսինք։ Դեր iPhone-ը նոր բիդել էր այդ ադեն։ Հետևաբար միշտ կովեն գանցնի եւ գսե ես ասի քեզ մե լավ գնա մնել։ Եվ այդպես գանցնի։ Եվ օրը մոդեցավ Ռաֆին իմ կովս մոդեցավ եւ գիշեմ այդ ադեն բահի սկիզբ ասվածաշունչը փածած է եւ ես կգարտայի նախքան բաղը սկսեր Ռաֆի մոդեցավ ասավ ես քեզ առաջարկ ունիմ ասավ գուզես զարայել ասի այո գուզեմ զարայել հետեւաբար առաջին զարայությունը CD DVD բերներ եղած է so ամեն շաբաթ կարոզը գարներ Ռաֆին գարներ MP3-ի վերածեր ինձ ուդար ֆայլը ես գարնեի ադիգա CD-ի եւ DVD-ի վրա գմեկ գդբեի ասին բան burn գնեի եւ վրանալ անշուշտ քեեցիկ նգար print կնեինք եւ այդպես envelope-ներու մեջ կտրվեր եւ ժողովրդին կբաժնվեր so ասել իմ զարաչունս ասպես սկսա եւ ասոր գողքին աս, ասոր մեջ իմ հավատարմությունս է որ ինձ դարավ մյուս դարայություններուն արդեն անցա website department-ի մեջ ուր մենք գայքեչ ունեինք այդ ադեն եւ սկսա ես manage-նել մեջի content-ը ես սկսա ավելցնել այդ content-ը անգետ կգիշեմ բադվելին ինձ արծուց ինչ պիտի ուսանիս, որովհետեւ դեր համալսարան չէի մտած այդ դեն high school էի, ասին 12-րդ դասարան այդ դարիներս էր Սի ես մտածում որ engineering-ն էլ էսի, սավ լավ գլավ որ մեզի համար website machine է նոր, որով իրենց ունեցած website-ը պետք ուներ upgrade լալու եւ իրենց control-ին դա չէր լման, մենք միան գրնային content manager-ն մեջը, բայց ուրիշ բաներ չէին կնարնել։ Սբադվին ինձ մեն խնդրեց որ սորվին որ կարողանամ website-ն էլ Եվ այդ բաժարով ալ ես electrical and computer engineering-ով մեջ ավելի խորացա եւ software-ի մեջ մտայի վերջո եւ միջև այսօր դեռ ես թե հովվություն գնեմ թե software engineer եմ at the same time նույնադեն so այդ օրվան է ես սկսա համասանից մեջ խորանալ եւ ի վերջո մենք նոր website-ը շինեցինք եւ այսօր
մինչև առաջին մեր վեբսայթը ելել է անշուշտ 4-5 տարի արավ եւ այդ ադեն չգար YouTube, չգար course, որ գնայի երթալ եւ online today հատկապես լիբանան խոսենք սեո մոդ 3000 քիքի չափ գարթացել եմ, որովհետեւ հասկանամ ինչ պետք է անեմ եւ շատ փորձառությունները եւ ելևէջները անցնել են յետքը ի վերջո առաջին live version-ը ելավ մոտ 4-5 տարի յետքը այդ շրջանեն so website department-ին գլուխը դարձա ի վերջո եւ նույն ադեն բաշտամունքի խումբի մեջ սկսած էի in parallel եւ հոնալ բարձրացա հոնալ մեծա Եվ ադոր վրա ի վերջո Բադվելին ինձի մոտեցավ նրոջուն անգե առաջ է սալ գրուպի ալ առաջնորդ եղա ես իմ անձնական սալ գրուպս ունեցա հետո Բադվելին ինձի մոտեցավ ըստա որ ես գուզեմ քեզի ամեն սալ գրուպները դալ եւ ըսի ինչու՞ չէ արինք ամեն սալ գրուպները սկսա հասկել եկեղեցու Հետո նորեն Բադվելին ասիկա մոտ հետաքրքրական ինչ էր եւ այսօր կհասկանամ ինչու այդ ադեն չէի հասկներ ամեն մեկ երկու տարին ganցներ Բադվելին ինձ գարներ եւ մեկ հատ ավելի բարձր բան ծառայության մեջ գտներ եւ ոչ թե որ ես հadoop training մը ստացա այդ ծառայություններուն հետ կապված թեև մենք աստվածապանական դպրոցի անցած ենք եւ բոլոր համարսարանական մագարտակի ամենից ամեն ուսուցումները արած ենք բայց ուղղակի այդ ծառայության համար փորձառություն չունիմ ես so ինձ սագուպներու ընդհանուր պատասխանատուն դրավ ամբողջ եկեղեցու անգետ կը 1-2 տարի անցավ ինձ առաջարկեց որ մտցնե բադանեգան ծառայության գլուխը դարձնե այդ ադեն բադանիներու ծառայողներուն գլուխը առաջնորդը պիտի ճամփորդեր vacancy գար ինձ ադու իշ մեկը փանչերավ so ինձ հետ խոսեցավ ես ինչու՞ չէ մետա որովհետև իմ սրդիս մեջ մեկ բան հաստատ է ասված ինչ որ ինձ է ուզե ինքը լավ գիտե այո է իմ սիրտս գրնալ լալ չէ գեցիր մեկ հատ մտածեմ չէ նույնիսկ որ եթե չեմ գիտեր գսեմ գնեմ եթե աստված ինձի հարմար կտեսնե որ այդ բանին համար ես այո եմ հետևաբար Բալվերին եւ ինձ ադի առաջարկեց այո-սի եւ մտա բադանեգան ծառայության մեջ եւ անշուշտ փորձառություններս երթալ են ավելի գխորանար որովհետեւ ես հիմա բադանեգան ծառայության մեջ եւ որ մտա cell group չէ այլևս որ մի քանի օքի ունիմ ոչ այլ ընդհանուր cell group-ներու առաջնորդներու ղեկավարը այլևս բադանեգան ծառայության ուղղակի բահ գնամ այլևս եւ բահի ընթացքին շատ բզիգը սկսա ասեմ այսին նույնիսկ քարոզ մարտավարի չէի գիտեր պատրաստել եւ օձուչան հետ շարժիլը շատ փորձառություն չունեի բայց ինչ սուտ ոգին իմ մեջս կտներ այդպես կշարժի եւ այդպես աղոթներս կնեի եւ անշուշտ շատ փորձառություններ են հեսա շատ բաներ սորվեցա եւ փորձառության հիման վրա աճվեցավ եւ հասա որ եմ այսօր 2 տարի անցուցի youth ministry եւ անգետ բադվենին նորեն վեյկսի բացվեցավ երդասարտներուն ծառայության մեջը եւ այս անգամ նորեն նույն բանը եղավ ինձ եսավ քեզի երդասարտներուն մեջ պիտի եւ առաջնորդը պիտի լասանդեղ եւ նորեն iOS-ի իմ դեղս տրվեցավ ուրիշ հավատարիմ ծառայող որ իմ հետս կծառայեր ինքը եղավ Վահեն է այո ինքն ալ հովիվ է հովիվ Վահե եւ եւ ես ստանցնեցի երդասարտներու ծառայությունը եւ նորեն 2 տարի անդեղ մնացի եւ հասանք 2019 թվականին Եվ մենք Հայաստան գուքային գրեթե ամեն տարի մոտ 10 օր կամ 2 շաբաթ Հայաստանի մեջ կծառայեինք Քեդամեջ գյուղի մեջ, ուղղակի միսիոներական ծառայություն գնայինք, ընտանիքներու մեջ կմտնեինք, բզիկները կհավաքեինք եւ kids camp գնայինք Քեդամենիչի մեջ։ Եվ ուր որեմ հիմա Քեդամեջ է իրականության մեջ եւ հողը մի քիչ վերև է։ So այնտեղ մեկ հատ մեծ հող ունենք եւ այնտեղ կհավաքենք բոլոր բզիկները Եվ kids camp կնենք եւ նույն ադեն դուներում մեջ կմտնենք եւ ավետարանչություն գլա, աղոտ գլա, հիվանդներու բժշկություն գլա եւ վերարտնություն եղավ քեդա մեջի մեջ։ So 2019 թվին մինչ մենք ամեն տարի գուքայինք, այդ տարին էր եւ ես կորոշեի իմ masters-ը շարունակեմ։ Ես electrical and computer engineering գրածեի։ Ես դրդից մեջ ծրագիր ունեի եւ ստաց էի գուզեմ աշխարհը տեսնել որ նույնիսկ մեկ եթե PhD լա գրնա հավատացյալ լա։ Եվ ես ասենք ծրագիր ունեի անշուշտ եւ արդեն պատրաստություններս կնեի որ նույնիսկ դեպի Եվրոպա գնայի որովհետեւ այդպիսի համալսարան մտնեմ եւ շարունակեմ masters հետո PhD engineering-ի մեջ ներողություն 2019 թվին ծառայության եկանք միսիոներական Քեդամեջ գյուղ եւ ես իմ սրդիս մեջ հետեւյալ բարերը ասի եւ ասիկա բացեպած կսեմ ասի Հայաստան ինձի համար չէ այս բարերը ասի
Ասի դեր Հայաստան ինձ համար չէ։ Եվ ետ վերադարձանք Հայաստանեն թեպի Լիբանան։ Մինչ ես կվերադառնամ Լիբանան, երազիս մեջ դերը գուկա։ Եվ ինձ գսե թուն Հայաստան պիտի երթաս, եւ այնտեղ եկեղեցի պիտի հիմնվի։ Ես Հայաստանը պիտի օրհնեմ, ժողովուրդը պիտի օրհնեմ, եւ պիտի մարգարեանաս Հայաստանի վրա։ Եվ ասիգա ինձ համար տարօրինակ էր։ Ես չակնկալեցի բնավ որ մը ես Հայաստան պիտի կամ ապրելու ոչալ այսին ուղագի հովվական մագարտակի վրա ծառայելու ես թեպի իրականության մեջ արևմուտք գնայի ոչ արևելք այսին գնայի թեպի Եվրոպա թեպի West արևմուտք Mhm. գնայի բայց Աստված իմ երեսս լման միշտ կոմը դարձուց եւ արդեն դարիներու ընթացքին Աստված գիտե ես այո եմ եւ ասի մեկ երազ չէր Միչայլոց քանի երազ դեսա յետևի Աստված ինձ գսե պիտի երթաս հանգարց ուրիշեմ պատկամ եկավ ինձի որ Աստված քեզ պիտի ղրկե Հայաստան եւ ասպես որքան մեծ է լա մարգարեությունը այդքան confirmation ուզես հաստատում ուզես որ հաստատ լինի որովհետեւ լման ամեն ինչը սպիցը կեն սկզբունքով եւ Mhm. Հայաստան պիտի երթամ Եվ այդ ադեն գիշեմ բադվելի մոտ կացի եւ սի բադվելի միջա դες աղոթեցի Աստուծո սի դիրե թե իսկապես ասի կամ կդե եւ դու իսկապես կուզես ես Հայաստան երթամ այն ադեն բադվելին շրտներով հաստատ է ես այդ ադեն երդասարտներու պատասխանատուն էի առաջնորդն էի եւ Նույնիսկ կացի որ բադվելին երազը կո տեսնել այդ վերջ ներողություն, նույնիսկ երազը տեսնել այդ վերջ ուզեցիր հաստատել հովիվիտ փերանով։ այո Արա։ այո Mhm. որով մեծ քայլ է եւ ինձիալ պատասխանատվություն դրված է երդասարտները եւ ես իմ աչքիս արած է որ քոնե հանկից 10 տարի ես երդասարտներուն նույն բանն ալի Միչայլոց սազեի բադանեգան ծառայության որ քոնե 10 տարի ես az ծառայության մեջն եմ հանկից Ամ, բայց այդպես չեղավ երկու տարի հոն հետո երկու տարի հոն բայց այսօր գիտեմ ինչու համար Աստված այդպես ըրավ որով ինձ կպատրաստեր եւ ամեն ծառայություն ինձ փորձառություն ուտար որ հովիվ բիտ դառնամ արդեն գրեթե ամեն ինչն փորձառություն ունի մանշուշովական ծառայություն քիչ ավելի մեծ էր բայց եւ այնպես հիմնական բաներուն գրեթե բավական փորձառություն վաստակած է եւ ինձ շատ օգնեցին ադոնք հետևաբար պատերին կոկացի եւ ես աղոտ կրի սի աստված իսկապես ինչպես Կետեոնը արավ ոչխարին բանը դրավ աստուծո աչքերը հեսա եթե իսկապես կու կամ կդե ճիշտ նույն պատկերով սի դեր եթե իսկապես կու կամ կդե պատերին շրտներով թողել է որովհետեւ ես իմ միտքիս մեջ բան եղած է որ պատվելին վստահ ոչ պիտի ասոր որովհետեւ ես երդասարտներու պատասխանատուն եմ եւ հազիվ դեր երկու տարի չեր եղած Հիմա Հայաստանը պիտի երթամ։ Իմիջայլոց դեր Բեյրութի մեջ խնդիրը չեր եղած, economic crisis-ը դեր չեր եղած, տնտեսական անկումը չեր եղած դեր։ Նույնիսկ լուրը չունեինք, համը չէինք գիտեր դեր բաժ ժողովուրդը, եւ որ ես աս բոլոր բաները կտեսնեի։ Եվ կացի Բադվելին ասի, Բադվելին երեսին վրա ժպիտ ելավ, ըսավ ինչու չէ։ Եվ սկսավ ծրակիրներ տնել, բայց ծրակրելու սկսավ Բադվելին։ Ասի մեկ այն պաստորսի, ես հետդ խոսեցա, քեզ մե այոն արի, բայց դեռ ես իմ կորձադեղիս հետ չեմ խոսած, որովհետեւ նույն ադենակ աշխատիմ, չէ, engineering։ So, ասի դերոջը գամքը թող հաստատվի, Տերթուն այո սիր, բայց ես գուզեմ նաև բոսերես ալսելեսի, եթե բոսերս օքեյ են, որ ինձ զիղերգեն Հայաստան, եւ այդ ադեն թե remote կորձի կոնսեպտը չի գարտեր, թե COVID չի գարտեր, եւ ասկա մեծ բամներ, որ գրեթե անկարելի էր, որ մեկը օֆիս չաշխատեր եւ դունեն աշխատեր, հատկապես արևելքին մեջը, չեմ գիտե արևմուտք կար այդպես բամը, բայց արևելքին մեջը գրեթե անկարելի էր ասի, So նույն բանը նորեն ազո աչերտերիսի դեր է դասի կուկամ կդե բոսերուս շրտներով պիտի հայտնվի եւ կացի email ղրգեցի ինձ ժողովի անչեցին եւ երեք հոգի էին ընդհանուր CEO-ն եւ co-founder-ները իր հետն էին so երեք բում բոսերը ասեմ նստած էին եւ ինձ կանչեցին հարցուցին ինչպես պիտի ինչի համար գերտամ գոր էսի իրենց ասե ինձ էս բարեր էսին we love you we want to keep you we will support you գնաս Mhm. երթալ ես այդ թուրեն Wow. գրասենյակեն դուրս ելա եւ գթողամ որովհետեւ հասկացա ինչ կլա եւ ասված ինչ Mhm. կնե որովհետեւ երկու աղոթներուց պատասխանեց եւ գիշեմ անդեն դուրս ելա այվսի դեր գիտեմ ինձ երազներով հայտնեցիր
գնաս Երևանայել, որքան ես չուզեցի որևէ գասկած իմ սրտիս մեջ, թե եթե Հայաստան պիտի կամ ասի դերոջը կամ կնե կամ ոչ։ Ուզեցի անունից պես վստահ լալ, որ ասի դերոջը կամ կնե։ Ասի դեր, տուն հաստատեցիր բադվերին շրթներով, հաստատեցիր բոսերու շրթներով եւ ինձ երազալ ցույց տվադեսի մի քանի հատ, բայց կուզեմ իմ սրտիս մեջ ամեն գասկած վերցնես։ Չեմ գիտեր ինչու համար ադան գրի, բայց լավ որ ադան գրի, որով ադիգա ինձ ուժ եղավ, եւ որ ես Հայաստան եկա։ Մհմ, Ասված լսեց ադաղոտ կսի, վադոր վրա ավելի խիդ երազներ յետև պատկամներ յետևի, եւ ի վերջո է որ բադգենին հետ նորեն նստեցա եւ իրեն բարի լուրը դվի, ըստ այսպես բոսերս այսպես սին եւ այս երազներն ալ նաեւ վրանալ դեսա։ Բադվելին հոն ինձ հայտնեց, որ ինքը մեկ դարի գաղութ էր, որ Հայաստանի համար հողիվ բարձրանա։ մհմ, Եւ ինձ իջերս ազասի։ So եւ որ հաստատվեցավ այս մեկը, ադո վրայով արդեն որոշումը առնվեցավ, ես ամեն ինչ ցկեցի Լիբանան, ընտանիք, եկեցի, ամեն ինչ։ Միակ բանը, որ հետս եկավ, կորձս էր, որ remote այլևս կաշխատեի եւ $2000 եկա, որովհետեւ Լիբանանի մեջ արդեն crisis եղած էր, դրամները կապված էին բանկաներու մեջ եւ ժողովուրդը դրամ չեն գնար որ հանել։ Միան 2000 աճողած էի հանել 2000-ով միան եկա Հայաստան եւ այդպես սկսավ եկեղեցին 2020 թվին 12 հունվար բացում եղավ։ Մինչև այսօր դեռ գծարայենք։ Բակ դերոջը որ շրջանն է Երևանի մեջ։ Գոմիդաս Նիկողայոս Տիգրանյան 15, բայց եւ այնպես հիմա այս երկու մայիսին մեջ մենք պիտի տեղափոխվենք, պիտի ելանք Մալաթիայի եւ Աչափնյակի ճանապարհի վրա։ So դեղը կփոխենք հիմա, մեր անձնական դեղը պիտի լինի Բակ եւ դերոջ բավական excited ենք ադոր համարյա։ վստահ այս ամեն պատմություններուն մեջ դիգնիտ համարին ինչպես չանցար։ Օ Տամարին մեկ բան լավ գիտեմ է վասիկա ամոր պիտի լսե տո իր սրդի մեջ լավ արձանագրվի Ըմ, եթե դու Աստծո առաջին տնես Աստված ալ քեզ առաջինը պիտի տնե ոչ թե որ Ամեն։ Աստված աչարություն ունի Աստված կողմնակցություն ունի ոչ այդպես չէ Աստված բոլորին գսիրեն նույնպես okay Քրիստոսով ադիգա հաստատեց բայց Աստուծո օրհնությունները քու կյանքիդ մեջ շատ ավելի հստակ կբդղափերին եւ որ դու Աստուծո առաջին տնես եւ ասով վրա Հիսուս ալ խոսած է ասավ դուք նախ ընտրեցեք Աստուծո թակավորությունը եւ նրա արդարությունը եւ մյուս բոլոր բաները ցեզի պիտի դրվի ավելիով այս աշխարհի մեջ մինչև հետո so հոստերեմ մի դեսկսի so ես ասիկան ցանկովս կգայեմ ես հոսեգա պամուչունեի ես 30 տարեկան էի գրեթե որ Հայաստան եկա դա 29-30 Եվ անշուշտ ես մի զույգ փնտրած եմ, բայց եւ այնպես մի շարժ զոգամքին համացան գուզեյել, եւ չէ ուզեր մեկը որ ինձ պիտի եդև քաշե, ուզեի մեկը որ ինձ պիտի օգնե, Մհմ, support պիտի ասուզո կորզի մեջ։ Հատկապես հիմա հովիվ եմ, ինքը թեր single եմ, սա շատ ավելի սկուշ էի եւ վստահ որ գուզեի, բայց եւ այնպես ես միշտ սրդիս մեջ հաստատ դրած է ասուզո սեի դեր եթե նույնիսկ չունենամ զույգ, ես դարավին քեզ պիտի ծարայեմ մինչև վերջ։ Ասիգա non-negotiable, ասիգա չի փոխվի, ասի սրդիս մեջ գնկված է ասիգա։ So միշտ աչքս բաց էր, բայց նույն ադենալ գետրոնցում միշտ աստված էր եւ իր կորձն էր Հայաստանի մեջ որ գծարայի եւ օր մը գիշեմ գաղութեի, ասենք հadoop տեղեր եղավ, որ ես առանցին գսկայի եւ հանգարց ձունգիուկայի եւ աղոթքիս մեջ զույգի համար գաղութեի, ասենք մի քանի օրեր բադայեցավ այդ 1-2 տարվա ընթացքի միջև Թամարը կար իմ գինս Թամարը կար so գիշեմ այդ վիճակի մեջ էի եւ որ առանցինը սկացի մի մորնակ որ ես առանցին էի արդեն Հայաստան միան եկեցին եղավ իմ ընտանիքս իրականության մեջ Ա, առանցին վիճակից մեջ նորեն աղոթեցի եսի դեր ես զույգ կուզեմ բայց քու գամքիդ համացայն թողլա ես տարավին պիտի շարունակեմ քեզի ծարայել ինչպես որ գիտես եւ դերը հոնեց խոսեցավ եւ ինձ եսավ ինչ տեսակ կամ ինչպիսի զույգ կուզես եւ ասի ինձ դարյունակ էր ես որ չեմ մտածած ասի ես ընդհանրապես general ասենք մտածած եմ որ պետք է հոգեվորելա պետք է աստվածաշունչը սիրե ասես շատ general բայց ուղղակի detail չէի կացած եւ որ աստված ես խոսեցավ ինձ հասկացուց ինքը detail ուզեգոր գուզեգոր գիտնալ եթե BMW ուզես
կամ Mercedes կուզես, ինչ քույն կուզես, ինչ մոդել կուզես, որ մեկ դարի նյութիլա եւ այլն։ Սո ես ադի հասկացա որ ասած ես խոսեցա։ Սո թուղթ մադի դարի եւ սկսա գրել։ 17 հատ գետ գրեցի։ Ֆիզիկական բաժինով, հոգեգան բաժինով, հոգեվոր եւ շնչավոր personality նկարակիր աս 3 մարզերու մեջ 17 գետ գրեցի եւ շատ շատ specific էին մազին քույնը, հասակը, դարիքը, նկարակիրը, աստվածաշունչը, հոգևոր կյանքը, ծառայությունը, իր սերը Աստծուն, ամեն մագարտակի վրա, քերծկությունը, ամեն ինչսի 17 գետ շարեցի եւ very specific եւ վերջացա 17-րդ գետը Աստուծոսի այս է ես ասի գուզեմ ասել աղոթեցի եւ ադո վրա 1-2 անգամ աղոթեցի այդ թուղթով անգետ કે թուղթը արի տարած դրի մորցա եւ ծառայությունը արդեն atkan լոդունի որ արդեն մորցա դիա եւ ծառայությունով զբաղած էի եւ բավական ժամանակ անցավ մի քանի ամիսներ անցավ ադոր վրա եւ հանգարց նորեն ադես առանցինը սկացի եւ նորեն սիզունգի կամ աղոթեմ ասկելին շուրջ հազիվ զունգի եկավ աղոթեմ դեր ինձ հետ խոսեցավ ըսավ թուղթը հանե հա ներողություն Միչայլոց արդեն Թամարը եկավ Կանադայի եկած է Միչայլոց Թամարը Թամարը եկավ Եվ ինձ իմ սովորությունս միշտ նույնն եղած է, որ ովևէ անց որ պիտի քայ գեցի, միշտ ես ինձի շատ զուսպ կբայեմ, այսինքն ամենից մեջը որ հովիվ եմ ի վերջո, ես շատ զգուշ էի, շատ զգուշ։ So ամենում գնայի էի նույն աչքով։ Եվ չէի ես ինձի արտոնություն դար, որ հանգած ուրիշ աչքով սկսեմ նայել։ So աս առանցին վիճակից մեջ էր, արդեն 2021 փետրվարը անցած էր նորեն ձունգի եկա պիտի աղոթեմ եւ դերը ամիջավես ես խոսեցավ սա ատ թուղթը մեջտեղան է եւ ամիջավես քիցանջ թուղթի մասին խոսի կացի փնդրեցի թուղթը տարագներս կփանամ եւ ի վերջո է լավ թուղթը հանեցի թուղթը թրի այսպես ըսավ Թամարը անցուր այս թուղթեն աս գեդերեն եւ սկսա անցնել առաջին գետ չեք երկրորդ գետ չեք երրորդ գետ չեք Արդեն սիրտս սկսավ գամած զարնել, չորրորդ գետ չեք, հինգերորդ գետ չեք, մինչև 17-րդ գետը ամենը չեք եղան եւ ես ոնց սարա, ասի, Wow. oh my God, հիմա հասկացա ինչ էր դեր։ Ինչու գիտեմ Աստվածն է, Աստված հրավասի, պատասխանեց, որովհետև they were very specific points։ Եվ Թամարին ալ գարտացուցեր եմ at թուղթեն, so ինքը լավ գիտեր։ Ներողություն միջդ որքան ժամանակ ճանճցար Թամարին, մինչև ակտուղտը յետ դերը քեզ էսե հանես։ Գրեթե մեկ տարի անցավ, որ նշանվեցանք, եւ անգետ մոտ 7 ամիս անցավ, որ բեսակվեցանք։ Եվ ինքն ալի Միչայլոց իր պատմությունն ալ գա, որ ինքն ալ աղոթած է եւ դեր իրեն խոսած է տուն Հայաստանի մեջ, ինչա Թամարը Կանադա աբրած է, Թուրքիա աբրած է, Լիբանան աբրած է, Ամերիկա աբրած է, քանի դե աբրած է եւ ուղագի Հայաստան օրը չեն եկած աբրելու նպատակով եւ դերոջը արչեւ է որ դրած է ասնույթը դերն այդ խոսած է իրեն ասած է տուն պիտի երթաս Հայաստան ամուսնի պիտի գտնես հոն բայց բզդիկ եկեցի մեջ պիտի գտնես բայց գրագոտ եկեցի պիտի լա Եվ Թամարը Աստծո մե խնդրած էր որ պետք է լիփանա հայելա։ Չեմ գիտեր ինչու այդպես խնդրած է։ Բայց այդպես է խնդրած է։ Եվ ինքն ալ իր գարկին, բայց ինքը 17 գետ չուներ։ Ես 17 գետ դրած էի եւ Հալելույա։ 17 գետերը եւ որ Աստծո specific-ը լաս, Ամեն, Աստված քեզի ամեն, քու քու ուզած գուտա եթե Աստծո առաջին դրած ամեն, ես, ամեն բաները քեզի ավելի օգ դրվի եւ ինձ մե ավելի ուրախը չի գա։ ամեն, եւ Անշուշտ, գեսին չէ, այո, շանագե։ sorry, go ahead, go ahead։ No, համարցակությունն ալ գիտես այդ հարաբերությունը մտերմության մեջ համարցակությունը գծակի մեր եւ ասածո միջև եւ ասվածալ գսրե որ մեզի հարցում հարցնե մեկ չէ դեր ինչպես որ գուզես քու գամ կդլա ես քեզի no շիդակ դու գեդերը տրիր ադոր վրա հաստատ գեցար եւ դերը քեզի դվավ Այո, սկանչելի այո։ վկայություն է podcast-ը չես խորիր որ քու ասենք ծառայության բաժինին մեջ Աստված քեզի ընտրեց։ Հիմա yeah, ինչ որ բադահեցավ Ա, քեզի սաժես, ինչ որ սիր սրահին մեջ եւ այդ Հա, օծումը եկավ եւ հովիվը տեսավ ով գուզե իր կյանքը տալ։ Հոն դերը mhm. քեզի ընտրեց։ Այդ օր Ամ, ուրիշներ ալ եկան իրենց կյանքը դվին։ այո, այո։ Իսուս գծած է, շատերը կանչված են, քիչերը ընդրված են։ Բայց ադիգա
միանգավատ չէ Աստված ընտրելուն, հավա նաև քու սրդի վիճակին։ Դու որքան ծարավես, որքան Աստուծո փափակը եւ երազը կամ ասեմ իր դեսիլքը ու դեսիլքը դարձած է, որքան իր ուզածը քու ուզածը դարձած է, եւ որ դու ծարավես, նույնիսկ ճունիս նեալ Աստված քեզ գուտա։ Ամեն։ Եթե դու որովհետեւ ասանք, քիչ աճ կսենք, օծությունը ամեն մարդ օծված է, եթե Հիսուս ընդունվեցավ։ Ասին 5 դագարան չէ։ 5 դագարանի մեջ Սուրբ Օքին հadoop անձերու վրա գիչներ։ Օծությունը հadoop անձերու վրա գուկար ու վերջ։ Սերբն նա դարածվել, որովհետև նույնիսկ Մովսեսալ այս մեկը փապակը հայտնեց եւ որոսավ Երանիթ է, եւ որ մեկ երկու հոգի գային գմարկարյանային եւ Հեսուն եկավ եւ իրեն սավ երկու հոգի գա գմարկարյանա քեմփի մեջ։ Մովսես դարձավ սավ Երանի, որ հոգին ամենուն վրա հանգչի, ներողություն եւ բոլորն ալ մարկարյանան։ Այսին գդագարանը նոր գդագարանի մեջ Հիսուս եկավ precisely ասբաջարին համար որ բոլորս ալ վերագանքնենք հավիտենական կյանքի համար եւ հիմա երկրի մեջ Սուրբ Օքին միջոցով Աստուծո հետ գավի մեջ լան օծությունը արդեն մեջդ կուկա Սուրբ Օքի մեջ գավի մեր գետրոնացումն է հիմա աշխարհի մեջ իբրև աբաշխարած զավակներ ոչ թե որ սпасենք երբ երկինք պիտի երթանք մեր կորձն է երկինքը երգիրի չեցնել մինչև որ մենք հետո երթանք երկինք ամեն հետևաբար Ամեն։ երկինքը երգիր պիտի իջնե եւ երկինքը երգիր իջեցնելու համար դու պետք ունիս օծուչան չես հնարավորան Սուրբ Օքին ճիշտ այս բաժարով Ամեն։ որ Սուրբ Տեր Հիսուսը ասավ չեք ելներ Երուսաղեմեն ասի կորձարակելոց մեկուտը նախքան դու կստանաք Աստուծո խոստումը հոր խոստումը որ Սուրբ Օքին մգրդությունն էր հետևաբար Սուրբ ոգի մեջը դե, արդեն ուրիշ դեր մնա գսե արեք Սուրբ ոգին Հովանու ավետարանի մեջ, հանգարց կորզարակելոց մեկուտի մեջ կդեսնես գսե չեք ելներ միջը Սուրբ ոգին ստանաք, ինչ է դարբերությունը։ Սուրբ ոգին իրենց մեջը մտավ, եւ որ իրենք անշուշտ Հիսուսի կպատկանին, ճիշտ ինչպես է որ մենք ապաշխարենք Սուրբ ոգի մեջը կապրի այլևս։ Սուրբ ոգի մգրդությունը ուրիշ փորձառություն է։ Եվ դու Սուրբ ոգին եւ որ դու ծարավես Աստուծո եւ իրեն կփնտրես ամբողջ սրտով հոգիով Սուրբ Հոգի մեջ ստուզ գստուզվիս եւ ադե իսկական մգրդությունը քանի մգրդությունը ինչ է սուզվիլ ճուրի մեջ կմտնենք չէ ճուրի մգրդություն ճուրի մեջ կմտնես լման կմտնես կելես սուզվեցար տուն ճուրի մեջ դու ներար անցյալից եւ վերստին ծնար Հիսուսով հարություն արիր ճուրի մգրդության բանը այդ է խորուրդը այդ է Սուրբ Օքի մգրդությունը սե Սուրբ Օքի մեջ սուզվիլ դու չես կնար սուզվիլ Սուրբ Օքի մեջ եթե դու ծարավ չունիս եւ չես փնտրեր իր երեսը հետևաբար եւ որ դու ծարավոդ ես Սուրբ Օքին օվկիանոսի մեջ պիտի մտնես եւ ինքնաբերաբար քեզ պիտի սկսի ծածկել եւ այդ մգրդության փորձառություն ունենաս լեզուներ պիտի սկսես խոսել եւ լման օծությունը պիտի սկսի հոսիլ քեզնի օծությունը մեջը դե բայց օծությունը քեզնի դուրս պիտի սկսի հոսիլ եւ ճիշտ այս է որ Տեր Հիսուսը անոր ծարավ է թող ինձի կա եւ ինձ մեղքն է so դու Ամեն։ կծարավը լաս անոր ծարավ է թող ինձի կա ինձ մեղքն է եւ իր մեջ են գենտանի կեդեր պիտի փխին որ գխոր հետո գտարնա գսե ասի գխոսեր Սուրբ Օքիի մասին որ դակավին չէին ստացած հավատացյալները եւ որ Սուրբ Օքին ստացան հավատացյալները ասի եղավ եւ դու ծարավ ես գփնդրես 120 բենտեգոստեին գփնդրեին մինչդեռ 500 հոգի գային սկզբունքով 380-ը atkan ծարավ չէին հոն չէին 120-ը ծարավ էին վերնադունին մեջ նստած էին գսպասեին հոր խոստումը եւ իրենց է որ դրվեցավ հրեղեն մգրդությունը Սուրբ Օքիի մգրդությունը եւ լեզուներով բոլորը խոսեցան Եվ մյուս 380-ը այդ փորձառությունը չվայելեցին, 120-ը վայելեց։ Անոր ծարավ է տոինձի կա եւ իր մեջ են գենթանի ճուրեր պիտի հոսին։ Աստուծո նպատակը անչե որ թուն Յանքի աղբյուրի մը շուտ հավաքվիս եւ մի անդակնաս։ Աստուծո նպատակն է որ թուն կյանքի աղբյուրը մեջ դառնես եւ իր միջոցով քեզ մե հոսի կենթանի ճուր թուն դառնաս կյանքի աղբյուր մեկ խոսքով եւ թուն սկսիս դարածել է բարակյալները ադիրին երկինք երգիրի չեցին արաքյալները բադամամ չէ որ քրիստոնեությունը դարածվեցավ ասկան մեծ զորությամբ եւ մինչեւ այսօր դեր գբադայի ասի հազարներով մարդիկ կաշխարեն ոչ թե որովհետև փիլիսոփայական զորավոր խորհուրդ մը կներկայացնի քեզ Աստվածաշունչը կամ քրիստոնեությունը
այլ որովհետև իրականությունն է, որովհետև Աստված գաբրի եւ իր կորձերը նշանները հստակ են, Ա, թե ոչ atkan գախարտներ, atkan հետամոս ժողովուրդ, որովհետեւ իրենց ամեն ինչ երնին թողեցին եւ Քրիստոսի դարձան, անկարելի է իրականություն չլա ճիշտ ինչպես ես Քրիստոսի դարձա եւ որ ես դիպմամբ կրնակ դարձուցած էի Քրիստոսի եւ եթե հավատքի մասին որևէ բան պիտի մտածեի, բնավ քրիստոնեություն չէի մտածեր։ Ես դարձա ոչ թե որովհետև հոս համոզվեցա, ես դարձա որովհետև Աստուծո հանդիպեցա։ Սողոսն ալ նույնը եղավ, եւ որ գերտար Դամասկոսի մեջ, որովհետեւ քրիստոնեությունը հալած է, եւ իրենց բոլորը փննե եւ փանդարյալ դարձնե եւ վերադարձնե իրենց Երուսաղեմ ջամփուն վրաց ին ինգավ, որովհետեւ Հիսուսին հանդիպեցավ։ Եվ այդ օրվանե ад հանդիպումն է Եվ դու չես կնար այդ հանդիպումը ունենալ, եթե դու ծարավ չես եւ բանը սողոս որ հետո Բողոս Հարաքյալը եղավ նախանցախնդիր էր Աստծո համար, թեև ինքը չէր գիտեր թե ճշմարտությունը։ Եվ այդ նախանցախնդրությունն է, որ Աստված կորզածեց եւ ի վերջո Աստծո հանդիպեցավ։ Եվ այդ վարգյանեն իր կյանքը փոխվեցավ եւ հանգարց լման 180% դարձավ եւ լման ուրիշ ուղղությամբ Քրիստոսի ուղղությամբ սկսավ երթալ։ Հետևաբար օծությունը մեջը դե, բայց օծությունը պետք է դուրս ելնե։ Ամեն։ Պաս մեկն Ա, ալես եմ եւ ադու այո, բիդիսեի բարձրապես ես կուզեի, որ ներողություն, բարձրապես կուզեի, որ շատ հետաքրքրական է հետդ խոսիլը, շատ օգտակար է, գարաչնորդվին, որ ասիգա երկու բաժինով լա, երկու բաժինով Արա լա, որովհետև շատ նյութեր ունիք տակավին խոսելու օծումին նյութին մասին, եւ պիտի խնդրեմ, որ լսողները քեզի ասմիկ շաբթվան ընթացքին մտածեն եւ ինչ որ դերը խոսեցավ իրենց սրդին մեջ աղոթեն եւ խնդրեն եւ գրնալա շատ իրականություններ գիցան շատ բաներ չէին գիտեր գրնալա որ խոսած ադեն դեր իրենց տբա so գուզեմ արիտալ մեկ շաբաթ որ աս խոսածներուտ մասին մտածեն իրենց անհատական հոգեվոր կյանքին մեջ եւ հաջորդ անգամ մենք պիտի շարունակենք մեր զրույցը բայց ավարտավելի է առաջին բաժինը քիչ առաջ տուն ասիր որ միտքով չէ բայց Սուրբ Հոգիին պիտի հանձնվենք շատ հավատացյալներ կան որ ինքնին ասենք արժեք չեն դար որովհետև ինքնության մեջ դգարեն կամ բավական փորձառություն չունին եւ ավելի կգետրոնանալ իրենց մտքին վրա քան թե ասենք հավատքի քայլեր առնելու մեջ կրնաս ասոր մասին բամ ասել այո ամեն մարդահրավեր կամ ասեմ հաջորդ հանգրվան հոգևոր կյանքից մեջ որ անցած եմ անցած եմ միայն եւ որ ավելի վստահած եմ Սուրբ Հոգիին եւ հանձնված եմ իրեն ինչպես ճուրին վրա գծփաս եթե դու փորձես գրվիլ ճուրին հետո դի ընկերնից բայց եթե դու քեզի ցկես ճուրին հանձնես դու քեզի ճուրը քեզի կսկսի դանի դուր գուզեին քեզի դանի եւ շատ թյուրին գծփաս ճուրին վրա չէ Դեր Հիսուս սավ Սուրբ Հոգին ովին դես է ցես գիտեր ուր պիտի երթա եւ ուր դեն զակավ ուր գերթա Տեսուն գնաս ադոր հետքերը տեսնել So եթե ես պիտի նմանցնեմ օզուչան հետ նույնպես է որ օզուչունը արդեն Սուրբ Հոգին է որ կողոսի օձիալի ինքն է կու մեջդ կավրի So եթե օզուչունը որ գուքա եւ օզուչունը եւ նշաններ ունի գնաս տուն թողս կաս գնաս տուն բաղուչունը սկաս գնաս դակուչունը սկաս գնաս քնտուգը ուրախությունը սկաս եւ քնտալու սկսիս գնաս լալ լման հագարակը գնա լման մարմինը բռնվի Բիդի չի մտածես հիմա ինչ կլագոր ինչ պիտնեմ ինչ ասիգա բիդի հանցնվիս ասո բիչի վախնաս բիչի գաշկանտես տուն կոանց բիչի բռնես տուն քեզի տուն քեզի բիդի հանցնես աս ուրին որ գոհսի գենթանի կեդերը ճուրեր են չէ որ քեզ մը բիդի սկսին հոսիլ այո տուն քեզի բիդի հանցնես ադոր սա եթե հովը օզուչունը քեզի ասանք կփչե տունանանք պիտի երտաս եթե հիմա օզուչունը քեզի գսե որ բիդ մարկարյանաս մարկարյացիր եթե օզուչունը լեզուներ գանե որ գզմե Լեզուներ խոսիր։ Լեզուներու բարգևին քերեցիկ բանը այն է, որ բնավ մի քիչ գործազեր այդ լեզուներ խոսիս։ Եվ ընդհանրապես լեզուներու բարգևը փանալի բարգևն է բոլոր բարգևներուն։
Անամար ես միշտ բան գնեմ, որ ամեն հավատացյալ լեզուներու բարգեւի ցկտի ունենա եւ խոսի, որովհետեւ լեզուներու բարգեւը քեզի կսորվեցնե ասի մարես եւ վստահի Սուրբ Օքին լեզուտ շարժե։ Եվ որքան վստահություն շինես Սուրբ Հոգին քեզի շարժվե, փոխանակ թուն շարժես լեզուտ, թուն շարժես կուպերան լեզուներու բարգեւի փորձառությունը ադի է, թուն քու անցդ գահանցնես օզուչան դակ Սուրբ Հոգին ինքը փերանք կսկսի կորզած է, թուն չես մտածե ինչ բարի դիսես։ Ես բնավ չեմ մտածե ինչ պիտի ասեմ, եւ որ լեզուներ կխոսիմ։ Դու չես գիտեր նույնիսկ ինչ պիտի ասես, կամ չես գիտեր ինչ կսես, եւ լեզուներ կխոսես։ Դրա համար Դժբախտաբար լեզուներու շատ բարգեւը, այ, Դժբախտաբար շատերուն կողմ անհասկացողություն է այս բարգևը, որտեղ գսեն կխոսինք եւ չենք հասկնար եւ դժբախտաբար ասալ պիտի ասեմ, որ եկեղեցիներում մեջ չուսուցանվիր լեզուներու բարգևի մասին միշտ այդ այ, մտահոգությունը կա որ դարբեր ուղղությամբ պիտի երթա անհասկացողությամբ պիտի երթա շատերը գսեն սատանայական լեզու է չեն հասկնա մանավանդ երբ որ հոգին ավելի զորավոր ցևով գաշխատի լեզուներու բարգևին մեջ գուզես անցնել ասոր մեջ են որովհետև դու նյութը գ- կփանաս ես միտքին մասին այ, էսի դու լեզուները մեզի գխոսիս այ, այո, ըսած իսպես լեզունու բարգևը փանալին է աստվածաշունչը եթե գուզես լեզունու բարգևի մասին ուղղակի ավելի խորունկ դեսնել բաց այդ կորինթացիս 14 գլուխ որում մեջ ավելի մանրամասն կխոսի լեզունու բարգևի մասին թարգմանության բարգևի մասին մարգարեության բարգևի մասին եւ գսել լեզունու բարգևի եւ թարգմանության բարգևը կողքովի պերս կլա մարգարեություն հիմա շատ առավելություններ ունի լեզուները եթե ես միան լեզուներու մասին առավելություններու մասին խոսիմ Չեմ գարձել մեկը պիտի լա աշխարհի մեջ որ վիցես չեմ ուզել լեզուները։ Ես մեկ օրինակ դամ։ Այդ գոնտազի 14-ի մեջ գսել լեզուներու բարգեւը քեզի գիշին է։ Ասի ավելի քեծիկ բան ինչ կուզես։ Ներողություն քեզի գիշին է։ So ով ճուզեր շինվել, ով ճուզեր Հիսուսին նման եթե իսկապես հավատացյալ է, անգերզ է, բոլորը պիտի ուզեն, որ Հիսուսի նմանվեն, չէ։ Ավելի քեծիկ ծև չի գա, բացի որ Սուրբ ոգին քու շրթներդ կորզածելով աղոթե, քեզի համար բարեխոս է, ինչպես աստվածաշունչը գսե։ Եվ քեզի շինե, քեզի գառուցե, ներտապես գառուցե, քու ինքնություն Քրիստոսի մեջ կգառուցե, քու ողնաշարդ կշինե, ատամանտի պես, ջագադդ ատամանտի պես կդարձնե, լեզուներու բարգևը քու նկարակիրը կգերդե, լեզուներու բարգևը քեզի ներսեն դուրս կմաքրե, լեզուներու բարգևին միջոցով թուն գրնաս նույնիսկ գիտության խոսքի անցնել, որ գիտության խոսքը ասած քեզի ցույց կտա հիմա կամ անցյալին ինչ կբադահի կամ բադահած է քիրուչան խոսքը, որ հետո լեզուներու բարգևով թուն գրնաս անցնել ի վերջո հայտնության բարգևներուն, որ թուն սկսես այլևս թե մարգարյանալ, թե հասկանալ հոգևոր աշխարհի մեջ ինչ կա բադահի, իմաստության խոստաս, որ աբակայի մասին խոսք է, որ կգադարվի, եւ հետո անշուշտ ի վերջո անցնես քերպնական կամ զորության բարգևները, որ հրաշագործությունն է, բժշկության բարգևն է, հավատքի բարգևն է, որ այլևս մարդիկ կբժշկվին, հարություն կառնեն եւ կամ քերպնական բարգևները, որ կտեսնենք նույնիսկ նոր գդագանի մեջ եւ մինչեւ այսօր։ So լեզուներու բարգևը Պողոս արաքյալը ասավ մի արկիլեք։ Եվ շատ մարդիկ չեն գնալ լեզուներով խոսիլ զանզան բաժարներով մի քանի հատ իմ աշարեմ մեկ հատը որով գվախնան որովհետև նախաբաշարումներ ունին բաներ լսած են եւ իրենց սիրտը լեցված է միտքը լեցված է գարձեն թիվային է այս է այն է որովհետև գիտություն չունի լեզուներու բարգեւի մասին այսինքն որ Պողոս արաքյալ հանդիպեցավ խումբ հավատացյալներու որոնք իրենց հարցուց ինչով մգրդված եք դուք ըստ մենք Հովանեսի մգրդիչի մգրդությունով մգրդված ենք ճուրի մգրդություն այսինքն ասավ հավա սուրբ ոգին տեղ չեք ստացած ասին չէ նույնիսկ մենք լուրջ ունենք սուրբ ոգի գա վրանին ցերկ կտնե անշուշ գահոթե բոլոր լեզուներով գխոսին նոր գդագարանի մեջ բոլոր անոնք որոնք գաբաշխարային ամիջավես անգետ կդեսներ լեզուներով գխոսեին չի գա մեկը որ աբաշխարեց եւ լեզուներ չխոսիր որով լեզուներով բարգևն է որ քեզ գիչին է դու մի դեսկսիս սուրբ ոգին աստծո երրորդության լեզուն խոսիլ Եվ այդ լեզուն քեզի ինչեր պիտի հայտնի։ Ինձ ինչ բատկամներ տված է լեզուներով բարգեւը։ Քեզի օրինակ դամ, մեկ հատ փորձառությամբ քեզի խոսիմ եւ ասիգա ինձ լուրջ զարմանալի բաներ եւ բնավ չի ագնկալերը ասիգա այսպես բամը։ Ուրեմն բահի մեջ էին երդասարտներու պատասխանատուն էի առաջնորդն էի այդադեն Լիբանանի մեջ։ Հանգած աղջիկն ու մոդեցավ եւ աղոթքի ժամանակ եւ ես լեզուներ գոխոսում ես հաջող լեզուներ գոխոսում եւ բարձր չեն եք
Քիթից դագեն արդեն լեզուները գխոսում։ Սո լեզուները գխոսեի միջայց։ Եվ ես եկա իմ ցերկս իր վրան թրի եւ գահոթեի իրեն համար, անշուշտ օծությունը գսկայի։ Հանգարց բատգերմը դաունլոդ եղավ իմ մեջս։ Դեսա իրեն հարսի հակուստ տակած է եւ դեսա Հիսուսի Աստծո անշուշտ երես չի դեսա պես գիտեմ Աստված է դախմ հակած է տաքս հակած է եւ ցերկը այսպես հրած է աղջիկին եւ իրեն գսե հետս կբարես զարմացա ես ասիգա բայց լեզուներ գխոսիմ եւ օզուչյան դակ սա ասի չաշխադիր բայց օզութենեն եպելես ամիջապես գսկսի ասիգա ներս մտնել եւ գսկսի սել շիդագե չսի եւ այլն so at վարգյանին at օզուչյան դակ ես այդ մեկը ստացա եւ ինչպես սի վիդեո հանձնվից չէ so աղջիկին դարձա այս բատկամը դվի սի նա ինչ կդեսնեմ որսի դեսնեմ որ քեզի հարսի հակուս տակած ես եւ դեր Հիսուս տաքսակած է ցերքի երգնցուցած եւ քեզի գսե որ գբարես էլս եւ գլուխս դարձուցի քացի հիմա ես քացի եւ հանգած մի կս մեջտեղ մտավ աղոտկեն ելա մի կս մտավ սա ես ինձի հիմա ինչ է սիր Դավիթ ինչ է սիր ինչ է սա հուսամը սա չի դագեր անշուշտ գասկածները սկսան աթաքնել հարցակի բայց ասի ինչ որ ես պիտի շարունակեմ ես ինձի թերի միտքս մարեցի ես շարունակեցի դարայությանս եւ այլն բահը վերջացավ աս աղջիկ ինձի մոտեցավ եւ հեսավ ուրդեն կիցարսավ ես ինչ ասես ես անշուշտ գսպասեմ որ ինձի իսե որովհետեւ ես արդեն բահին ադի կմտածեի so հեսավ մեկ շաբաթ է ես կորզի կացած ջամփուս վրա քալելով գերտամ մեկ շաբաթ է ջամփան քիչ մամայի է որ մենք կանցնի դերոջը գսեմ դեր ինձի հարսի հակուստը դուր տուն տաքսակիր եւ ինձի բարի կանչե եւ ինձի բարի պիտի կանչես լեզուներով բարգեւը չլան է ասի չես ունենար Զարայության տաշտի մեջ չլասն է ասի չես ունենար ասի մեկ օրինակ է անշուշտ բարձրաց որ գիտնաս փամը որ ես անգարելի է գիտնայի եւ նույնիսկ եւ որ ասի ես ասի ինչ ասի այսին մարդկային եմ եւ որ մտնե գասկածներ այսին գնաս Երևանայել ատքան եւ բայց դեր ամենուն գիտե դեր ամենուն աղոտ գիտե դեր ամենուն սիրտը գիտե Հետևաբար լեզուներու բարգեւը քեզի գշինե, լեզուներու բարգեւը քեզի հայտնություն կտա, լեզուներու բարգեւը քեզի գրակ կդարձնե։ Մի բարձավես հիշեցնելու համար Բենդեգոստեի օրը գսե բրեղեն լեզուներ հանգեցավ բոլորին վրա։ Լեզուները գրակ է։ Եվ որ տուն լեզուներով սկսես խոսել տուն գրակ պիտի դառնաս։ Բարի օծությունը ավելի պիտի սկսի խոսել քո կյանքիդ մեջը։ Ինքնաբերաբար, որով բարգեւի աշխատությունը գա եւ տուն ասվածաշունչ կսե մենք չենք գիտեր ինչ պիտի աղոթենք շատ անգամ բայց կսե Սուրբ Օքին որ գիտե որ գամքի ինչ է ինք կմտնե եւ ամրուն չարաչանքներով ու միջոցով կսկսի աղոտ բարձրացնել բարեխոսություն կսկսի բարձրացնել եւ ուրիշ դեր կսե ծեր հավատքին վրա գառուցեք ծեր անձերը հոգիով աղոթելով հոգիով աղոթել բարը աստվածաշունչի մեջ գտնագել լեզուներով աղոթելու մասին So, եւ որ լեզուներ գխոսիս, դու քո անձդ կգառոցես սուրբ հավատքին վրա, ասիկա ուտա նամակի մեջ գրված է 1:20 եթե չսխալեմ։ So, լեզուներու բարգեւը այս է եւ անպայման կքաչալերեն որ այդ Կորինթացիս 14-ը բանաս եւ անպայման փնտրես այս մեկը, որովհետեւ լեզուներու բարգեւը փանալին է քերբնական կյանքի։ Եթե ես չվարժվիմ լեզուներու բարգեւով ամենաթյուրին բարգեւն է եւ որ լեզուներու բարգեւին թյուրին ասելով որովհետեւ շատ քեզի մարդոց արչեվի չտնե թուն գնաս սենյակը առանցին նա լեզուներ խոսիս ադիմաստով գսեմ թուն բիդի մարզես անցդ լեզուներով խոսելով ինքնությունդ գառուցվի Քրիստոսով եւ նույն adena վարժվիս անցնվել Սուրբ Օքին ծառայության տաշտի մեջ լեզուներու բարգեւը միկը չաշխացներ Օքին հոսածը հոսամքն է որ գսկսի դուրս ելնել եւ քեզի գվարժեցնե ադոր վստահիս եւ ադոր մով շարժիս Ամեն երկու ասելիք հարցում ունիմ եւ վերջացնենք առաջինը այն է որ շատ անձեր կսեն որ աստվածաշունչի մեջ գրված է որ պետք է թարգմանությունը լա ուրեմն ընդհանրապես լեզուներու բարգեւը կորցածել լեզուներով խոսիլը նախընտրելի է խումբերու մեջ լալ որ բոլորն ալ գխոսին իսկ եթե դուրսը խոսվի
որովհետև մարդիկ չեն հասկնար եւ գնեղանան ինչ որ առաքյալն ալ կրած է եւ Այո, ասիկա պատճառ գլա կամ ցեվով մը չարը իրենց մեջ փան գտնե գիտես նայ ինչու փամը կհասկանաս իր խոսածեն ինչ կհասկանալ բաներ գսե So ինչ ունիս ասոր մասին կարծրիկ եւ երկրորդ հարցումս որ գաբված է լա իրարու եթե այսօր անցմը քեզ լսեց եւ փափակը ունի լեզուի բարգեւը ստանալու ինչպես կստանա եւ ինչպես փորձը գնե անոր yeah. So կալով առաջին հարցումին Աստվածաշունչը գսե այո պետք է թարգմանվի, բայց նույն գլուխն է նաև գսե պետք չէ արգիլես։ So ես չեմ գրնար մեկ հատ բռնել եւ ադոր վրա ֆոկուս ունել գետրոնանալ եւ մյուս համարը անդեսել։ So ես նույն ադենա պետք չէ արգիլեմ։ So դերմն է որ մեջտեղ պետք է լամ, ես երկուքին պետք ունիմ իրա գանչա մեջ։ Այո լեզուներ պետք է խոսվի եւ այո պետք է թարգմանվի, բայց ինչպես պիտի թարգմանվի, եթե դեռ խոսող չի գա։ So ընդհանրապես այդ բաժարը որ գտեսնես ընդհանրական ցևով գխոսին, որ անոնք որոնք գարկիլ են լեզուները, որովհետև թարգմանություն չի կա, ընդհանրապես այդ դեղերը ավելի քիչ կամ քեջ չեսեսներ կերպնական կորձեր կգադարվի, որովհետև լեզուներու բարգեւը լման կգենա եկեղեցի մեջ։ Ես շատեր գիտեմ, որ փախստական գխոսին լեզուներ, որով իրենց եկեղեցին գարկիլ է լեզուներ խոսի եւ դժբախտ է ադիգա ամենակեղեցիկ բարգևն է որ դրված է որ իրականության մեջ նույնիսկ քլուխը միտքը պետք չունի գործածելու եւ քեզի գմարզե սուրբ ոգին է չաժիս եւ ինչպես սատանան ադոր վրա հարցակած է ինչ կխոսիս լեզուներ բիդի թարգմանվի քեզի եւ թարգմանությունը փարապար թարգմանության մասին չէ ես գնամ 10,000 փար լեզուներով խոսիլ բայց միտքը պիտի թարգմանե ինձի սուրբ ոգին փարապար 10,000 հայերեն փար պիտի չդա ինձի որով շատ անգամ մենք ադես կգարձենք, թարգմանությունը ադե։ Բայց որ տուն լեզուներով խոսիս, օրինակ քիչ առաջ է որ դու բատնեի փորձառությունես դերը ինձի դեսիլ տվավ լեզուներ խոսած ադենես, որ բնավ չէի նույնիսկ մի քիչ զայրեն անցնել ադիգա, օրմնալ ադես բան չեմ մտածած։ Ներողություն։ So այո պետք է թարգմանվի, բայց չես կնար նաև արգիլել։ Անորոմար ես միշտ կքաչալերեմ եկեղեցին, եթե նույնիսկ ցենք հիմա թարգմանություն չի գա, նախընտրել է լեզու խոսին եւ Սուրբ ոգին հոսանքի մեջ մտնեն, օծության մեջ մտնեն, փոխանագսենք, որովհետեւ թարգմանություն չի գա ժողովուրդ, եք հիմա բիդի չխոսենք լեզուները, սպասենք մինչև թարգմանողը գա, բայց արդեն լեզուներով բարգևն է փանալին, որ բիդի փանա մյուս բարգևները։ So եթե ես լեզուներով բիդի խոսեմ, բիդի սկսեմ, ես եկեղեցի սամինը գնեմ, բոլորին լեզուներով խոսիլ կուտամ, մինչև ժամանակը կա, որ այլևս եթե տեսնեմ մեկը, որ միշտ լեզուներ գխոսի, բայց next step-ը չերթար, հաջորդ հանգրվանը չերթար, դեսկսիմ իրեն կաչալերել, որբեսի ինքը այլևս աստծո մե բատկամարն է հայերենի թարնա այդ լեզուները որ գխոսի Բոս արաքյալ գսի ես լեզուներով գխոսիմ հայերենով գսեմ որ ներողություն լեզուներով գխոտեմ հետո հասկնարի լեզուով գխոսիմ լեզուներով գաղութեմ հետո հասկնարի լեզուով գաղութեմ լեզուներով սամոս կերկեմ հետո հասկնարի լեզուով սամոս կերկեմ so տուն եթե լեզուները չունենաս մյուս հանգրվանի չես կնար անցնի մեկը մյուսին հետ պիտի կա եւ յետ կուքամ մադս գտնեմ ադերին լավակույն օրինակ Աստվածաշունչին նայելն է Գործ առաքելոց գիրքի մեջ հստակ կտեսնես մեկը չի գա որ Սուրբ ոգիով մգրդվեցավ եւ լեզուներով չի խոսեցավ մեկը չի գա եւ չես տեսնե մեկը անդեղը գարկիլ է ուրիշին որ լեզուներ չխոսի գամ մեկը չի գա անդեղը որ կտեսնես կսե մեկ վարգյան որով ասալ գա by the way բոլորին չէ դրված լեզուները այս մեկն ալ գա բայց կտեսնես Բենտեկոստեին օրը 120 լեզուներ խոսեցան 119 չէ 120-ը բոլորը լեզուներ խոսեցան երբ որ դեսնես ամեն դեղ որ առաքյալները գերտան եւ ցերկ կտնեին եւ Սուրբ ոգիով մրդեին բոլորը լեզուներով կխոսեին Սուրբ ոգին գազից մեկը չէր փախցնել բնավոր միքս բարձր so ես մի չի մտնեմ շատ կոմպլիկե part փիլիսոփայական կամ վեճ նյութերու մեջ ես պիտի նայեմ Աստվածաշունչին եւ ադեիմ օրինակս ես Աստվածաշունչին գնայեմ ճիշտ ես նույն փորձառությունը կուզեմ եւ եթե այս կան առավելություններ ունի լեզուները ինչու պիտի արգիլեմ լեզուները բայց ադիեսել չէ որ մենք պիտի միան լեզուներու բարգեւի մեջ մնանք եւ բնավ պիտի չանցնենք թարգմանության եւ մյուս բարգեւներուն բայց ամիքս բարձր այո so just չեմ գնա ասել այո պետք է լեզուներ խոսենք ժողովուրդ եւ հեչ թարգմանություն պետք չէ լա հեչ պետք չէ հայերեն հասկանանք սուպոկին ինչ պատկամ ունի մեզի օրինակ կամ հեչ նշան հրաշք կամ բան պիտի չլա
գնամում կս բարձել։ So լեզուներու բարգեւը դրված է որ քեզի վերջո դեղը հասցնե։ Լեզուներու բարգեւը քեզի թարգմանության բիտանի եւ մյուս բարգեւներուն բիտանի։ Բայց նույն ադենալ եթե ասեմ biçi խոսենք որով թարգմանություն չի գա, մորցիր այլևս քերբնական ծառայությունը դադրեցավ։ Սուփոքին Հարցումը օսանքը ունիմ, գիգեցնես։ Այ, հարցումը ունիմ, հիմա չեմ փածած թիմածս, որ երբ որ այդ լեզուներու գրակը իջա եւ սկսան լեզուներ խոսել, միևնույն դեն գտարքմանվի, որ օդար լեզուները ասկսան խոսել։ այ, Ադո անոր մասին էլ գրնաս ավելի լուսափանել։ այո, լեզուներու բարգեւը երբ խոսիս, երկու քնալ կարելի է։ Գնաս տուն խոսիլ անշուշտ երկու վիճակի մեջ նա տուն չես գիտար ինչ ես խոսում, ինչ կխոսիս։ Քեզի հասկանալի չէ ադի, անհասկանալի լեզու է, բայց գնա ուրիշին համար հասկանալի է։ So նույնիսկ մեր հետ եղած է, օրինակ դեղեր գայես կամ ուրիշներ ալի հետս ա եղած է, լեզուները որ խոսավ են հանգած մեկը մոտեցած է, գիտես ինչը սիրտուն սպաներենով կամ հրյա եբրայերեն լեզուով։ Ինչը սի, իցար եւ մեջտեղ էլ է աստծո կփարապանեմ կամ իմ հետս ադբես եղած է, փորձառություն ունեցած եմ։ Ուրիշներ կա, որոնք ուղագի լեզուներու բարգեւով ելած են, հարոզ դված են։ Միան լեզուներ խոսած են, որով Աստված իրեն սած է լեզուներ խոսիր, որով լեզուն չեն գիտեր ադեղին, Աստված իրեն սած է լեզուներով խոսիր, ելած են լեզուներով խոսած են եւ ժողովուրդը իրենց լեզուով հասկացած են։ Հրաշք եղած է ուղագի անդեղը։ Վադի սուրբ ոգին գնե։ Դեպար լեզու թունգու խոսիս նույն process-ն է լեզու խոսիս, Աստված է որ գթարկմանե ուրիշին օդար լեզուով, եթե պետք է գա, ադի իր գամքին համացան Գաման պիտի չի թարգմանվի այդպես ուղագի ադի պիտի չլա, բայց տուն թարգմանության բարգեւով պիտի ստանաս։ Լաստուն կամ լա ուրիշը թարգմանության բարգեւով քեզի բացադրե լեզուներով որ տուն խոսեցար։ So երկուքն ալ գարելի են։ Պենտեկոստեին օրը ադի եղավ, որ իրենք լեզուներով խոսեցան եւ ամեն մատ իրենց լեզուներով սկսան հասկանալ։ Արաբերեն, հունարեն, եբրայ ամեն տեսակ լեզուներով սկսան հասկանալ։ Եվ ադի ժողովուրդ հավաքեց իրենց կողը։ Ինչ կվադայի, ինչ կխոսին, Աստծո գփարապանեն այն մեկը 120-ը որ լեզուներով խոսեին ադեսա բայց ուրիշ դեպքերում մեջ որ գտեսնեն գործարակելոց կիրքի մեջ որ ցեկենին թրին եւ սորի լեզուներով սկսան խոսիլ սուփոքիով մգրդվեցան հոնդե ուղագի թարգմանություն չեղավ օդար լեզուներով սո լեզուները գխոսեին անհասկանալի լեզուներով անշուշ օրինակ Կորինթոսի եկեղեցի մեկ օրինակներն է որ լեզուները գխոսեին անհասկանալի էր Բողոս արաքյալ իրենց կսորվեցներ որ թարգմանության անցնին Ցիգախվի միան լեզուներում մեջ Գեցամիկս բարձ է։ Սո Այո, թարգմանության անձին, սո հոնդե օդար լեզուներով թարգմանությունը չերը լար ինչպես բենդեգոստեին եղավ, բայց անհասկանալի լեզուներով գխոսեին անդեր եկեղեցին։ Սո պետք ունեին թարգմանության բարգևին։ Ադո համար սա նախանցախնդիր է բարգևներուն հատկապես թարգմանության, որովհետեւ ի վերջո եկեղեցին պատկամ դրվի, եթե տուն պիտի ելես, պիտի ծարայես մեգումը պատկամ դալու համար, իրեն լեզուներով չես կնար խոսիլ, բաց եթե Աստված քեզ եսավ խոսիլ եւ ինքը ադի օդար լեզուի պիտի թարգմանե, բայց տուն պատկամ պիտի ստանաս հասկանալի լեզուով իրեն պիտի փոխանցես, որովհետեւ թիմացինին օրտնես։ Միտքային։ այո։ Հետևաբար երկուքն ալ կարելի է։ Բայց եւ այնպես է սած են մարդիկ, որոնք կսեն պետք է օդար լեզուով թարգմանվի, թե ոչ լեզուներ չէ, բայց ադա շիդակ չէ։ Երկուքն ալ գտեսնենք մենք նոր գդագարանի մեջ։ Իսկ եթե մեկը գուզատ բարգեւը ստանալ, ինչպես կսկսի, ինչպես կստանա։ Նույն process-ն է, ինչպես օծությունը պիտի ստանաս։ Ու ում ծարավ պիտի դառնաս Աստծո, պիտի փնտրես իրեն ամբողջ սրտովդ, պիտի հավատաս, որ Սուրբ Ոգին քո մեջ է, պիտի հանձնվիս իրեն, աղոթքի մտնես կետրոնանաս, հանձնվիս իրեն։ Ես միշտ կթելաթրեմ մեր եկեղեցու մեջ ժողովրդին գսեմ անոր անշուշտ թեր չի խոսիլ լեզուներով, իրենց միշտ գսեմ հիմա լման կետրոնացում թողլա Սուրբ Ոգիով մգրդվիս։ Սուրբ Ոգիով մգրդվիս, եւ որթուն Սուրբ Ոգին ամբողջությամբ հանձնվիս եւ իրեն փնտրես զարավիս փափակիս Բողոս արաքյալ այդ Կորինթոսի մեջ 14 գլուխի մեջ ադամարը սա նախանցախնդիր եղեք բարգևներուն։ Եթե ես նախանցախնդիր չեմ, դե ես զարավ չունիմ, Բիդի չբադահի իմ պապակածս ի վերջո Աստված կեզի բիդա ինչ ոթուն իր մեկ բիդի խնդրես հետևաբար Սուրբ Հոգի մեջ է դե բիդի հավատաս ադոր նոր Սուրբ Հոգի բիդի Ահա, չստանաս եթե Սուրբ Հոգին քո մեջ է դե էսել լեզուներն ա մեջ է դե դու նոր լեզուներ բիդի չստանաս դու թույլ բիդլաս որ Սուրբ Հոգին քո միջոցով խոսի լեզուները հետևաբար միկը բիդի մարես որով միկը ինչեր բիդի սե հիմա ինչ պիտի խոսիմ մարդիկ ինչ պիտի կարծեն իմ մասիս ես չեմ գնար օրինակ Թավիթին պես կամ Գայինեին պես լեզուներ խոսիլ իմ հետս հատկան սահուն չելեր ուրեմն իմինս գրնալա սխալ է no 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 no
Տուն գահանցնվի Սուրբ Օքին օծության դակ եւ որ գսկսի մարմինե դուրս ելել տուն անշուշտ կուպերանտ պիտի բանաս ու լեզուտ պիտի դաս Սուրբ Օքին, որով տուն չես կնար մեգումը հայերեն խոսիլ եթե պերանտ կոծե։ Mhm. Չեմ գնար։ Գնամ ու մի կես Mhm. բարձր։ Չեմ գնար ես պերան սփանալ եւ ցայն չի հանել։ Նորեն ինձ չես հասկնար տուն։ Mhm. Գնամ ու մի կես բարձր։ Ես ինձ պերանս սփանամ, հավատքի քայլ ասի, պերանս պիտի փանամ, օծության դակ։ Պերանս պիտի փանամ, ցայնս պիտի դամ Սուրբ Օքին եւ իրեն թույլ բդամ որ լեզուս շարժե։ Իքարապադա խարենին բեշերի ալարադանի։ Ես իրեն պիտի վստահիմ եւ որ իմ լեզուս շարժե։ Ես ասի չեմ կորզազեր, Այո, ես իրեն կվստահիմ։ Հետեւաբար ասե հավատքի քայլ շատ անգամ մարդիկ չեն գնար խոսիլ, որով գամեջնան, մարդոց մեջ էլ լան, անհամար նախնդելի ամճկոդություն դա գդրես, ադոր ձունգի պերես, եւ ադան կտեսնես շատ սահուն եւ շատ հեշտ կսկսի լեզուները ելել։ Մարդիկ կան լեզուներ խոսած են միա մեկ նոթայով, լա 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 հիմա անպայման սեչոր ադամ ֆիթնեսում բայց եւ այնպես բազայս օրինակ կուդամ որ ես լսած եմ մարդիկ ադես սկսած են լեզուներ խոսիլ ուղագի մաքուր բարեր չէ գազմված բայց ու մի մտածել ես բարեր չունիմ հիմա բարեր չի գազմվիր հետս իմ հետս միան հի լա 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 գելլե okay դագավին դու սուրբ ոգին հետ հանձնված մնա ի վերջո ադի բարերու գվերածվի ինչպես ովևէ մանուկ որ գծնի ամիջապես հայերեն չի խոսիր քեզի լման նախատասություն չի գազմիր քեզի նա սկիզբը միան ցայնավոր ցայներ հանի բայց անգերբ կգամած կամած լեզուն կսկսի դառնալ եւ բարեր կսկսի գազմվել հետո նախտասություն կսկսի գազմվել նույնպես է լեզուները որքան գահանցնվիս մենք մեկա երդասարդն ունենք եկեղեցի մեջ ամեն անգամ որ օծությունը վրան կար այսպես կլար կտ 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 այսպես կլար փերանը կտ 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 այսպես կլար օծության դակ իրեն գսեի միամճնար մի գաշկանտեր դուն քեզի հանցնվիր Սուրբ Օքին թույլ դուր դու խոսի ասեն մի բրգեր փերանդ եւ հիմա անշուշտ շատ հանկիստ եւ հեշտ կխոսի եւ գիշեմ իրեն գսեի երբ որ սկսես լեզուները խոսիլ հանկիստ այն ադեմ պիտի նկատես թե ինչա բարձ է իրականության մեջ եւ mhm. ինձ գսեր Դավիթ երբ պիտի ստանամ լեզուները իրեն միշտ գսեի թուն ըստացերս լեզուները բայց դակավին չես խոսիր լեզուները մեծ տարբերություն կա երկուքի միջև, որովհետև ես չեմ հավատար, որ ունիմ, ես պիտի սկսեմ խնդրել, որ ունենամ, բայց որ Սուրբ Հոգի մեջս երդված է, Մեծ ես պիտի տարբերություն այլևս կա։ հանձնվիմ։ Ամեն։ Գերցանիկս բարձր։ Այո, So, ամեն։ աս դղան այսօր շատ հանգիստ կխոսի շատ հեշտ եւ եկավ ինձ եսավ Դավիթ ճիշտ է իր, շատ բարձ է եղել։ Ես ալ առաջին օրը երբ խոսեցա լեզուները ադես է, ես 2 ամիս Ներեգեցի մեջ մի քանի հոգի կար այդ ադեն լեզուներ գխոսեին, հիմա աշխուժ բոլորը գխոսին, բայց լիփանան գխոսին, մի քանի հոգի կար լեզուներ գխոսին, ամենուն հետ մեկ-մեկ կնստեի որ իրենց փորձառությունը ջանչնայի, հասկնայի ինչպես լեզուներ խոսսան։ Բայց հետո դեսա որ ամեն ինչ բարձ է իրականության, իմ փորձառությունս իմ փորձառությունս էր, Այո, շատ հեշտ եւ բարձ սևով եղավ, բայց եւ այնպես մենք ենք որ ասի գործածենք։ Անորոշ ես պիտի դրեմ որ հավատաս, եթե դու Հիսուս չես ընդունած իբրև Տեր եւ Բրգիչ, առաջին քայլը դա դիվիդի լավ, որով եթե Սուրբ Օքի մեջս չէ ինչ կնեմ որ եթե Տեր Հիսուս չեմ ընդունած թե կյանքիս մեջ իրեն չեմ հետևիր, ես ինչ կնեմ որ բարգեւը պիտի չաշխատի այդպես։ Իմ սիրտս նախ պետք է հաշտվի Աստծո հետ։ Ես պետք է իմ կյանքը սիրեն նվիրեմ։ Տեր Հիսուս երբ ընդունիմ Սուրբ Օքի մեջդ կաբրի եւ անգեքը ուն նախանցախնդիր պիտի լաս բարգևներուն եւ դերոճը մի խնդրես որ Սուրբ Օքիով մգրդվիս անշուշտ մենք կնան գաղութել ադոր համար եթե գուզես այո, այո, Սուրբ Օքիով մգրդվիս եւ հանցնվի փերանդ բաց սայնը դուր Սուրբ Օքին եւ այդ օծության ժամանակ օծությունը եւ կսկաս թույլ դուր որ ինքը փերան չաժե եւ որ սկսիս կալալալալա բարատատա շարխատային սկսիս խոսիլ հանգած կդեսնես օծությունը քեզ ավելի կսկսի հերել մարմին կսկսի լման օծության դակ սկալ ավելի կսկսի թանցրանալ որով հավատքի քայլ մարիր եւ կսկսի հրաշքը այնտեղ բարգեւի աշխատությունը իրականության մեջ ամեն։ Սիրելի քույրս եւ եղբայրս պորտունաս խոսքերը հիմա մտի գրիր, դերը գուզե քեզի դալաս բարգևը, հավատա եւ ըստացիր։ Գուզեի որ հովիվ Դավիթ այսօրվան բաժինը վերջանալեն առաջ թունաղոթես բոլոր անոնք որոնք աս բարգևը գուզեն ըստանալ եւ ինչ որ Աստված սրտիդ վրա գտնե։ բարի աղոթենք Գալեմ դեր
Շնորհակալ եմ դեր քո ճշմարտության համար, քո խոսքիդ համար, որ ճշմարիտ է։ Շնորհակալ եմ դեր որ դու գաբրիս, դու գաս, դու երևակայական չես, դու սուտ չես, դու գուրջ չես, դու ժայր չես, դու ճշմարիտ ես։ Եվ այսօր զավակները դու մեզ մտիկ կնեն դեր քո խոսենք քո խոսքիդ մասին, որ դու ուզես բոլոր զավակները վայելեն ասի։ Ամբողջ ժողովուրդը, ամբողջ աշխարհը վայել է ասի։ Երբնական բարգեւին աշխատությունը եւ Սուրբ Հոգիի մգրդությունը քո։ Դու ուզեցիր քո բոլոր աշակերտներդ մկրտված լան, որովհետեւ կարողանան կորձ դնել։ Ես գաղութեմ ամեն զավակի համար հիմա, որ մեզի մտիկ կնեն։ Սուրբ Հոգի մկրտությունը հանգչի։ Բոլորը սուզվին Սուրբ Հոգիով։ Եվ լեզուներու բարգեւի փաստը իրենց շրթներն դուրս ելե հիմա։ Ամեն վախ, ամեն ամեջկոտություն գոդրվի իրենց վրա են, ամեն բան, որ իրենց կգաբե, ամեն նախաբաշարում, որ թիվային խոսքեր են, որ իրենց թեմ գնահարցակված է եւ իրենց կգաբե, որ լեզուները զխոսին կամ չի փնդրեն նույնիսկ, կսաստեմ այդ ամեն խոսքերը եւ կհրամայեմ, որ այս բարգեւի աշխատությունը սկսի իրենց կյանքի մեջ։ Ամեն արգել թող վերնա, հարթ ճամփա թող լա եւ լեզուները թող դուրս ելնե, գենթանի ճուրերը թող դուրս ելնե եւ իրենց ցանկը ամփոփ ծածկի իրենց դանի հաջորդ հանգրվաններուն Հիսուսի անունով, Հիսուսի անունով, հալելույա, հալելույա։ Վստահիր Աստծո, ու նոր պիտի չստանաս լեզուները, եթե Հիսուս ունիս արդեն, հերանդ բաց, ցայնդ դուր, ա եւ ад Սուրբ Հոգին դուր քու լեզուտ, որբեսի ինքը շարժե։ Մտքո մի մտածեր, Սուրբ Հոգին բռնվիր։ Ay, Allah cara para tahta serdi alara taime keri alar taime nesu. Եթե ուզությունը վրատ կսկաս եւ կսկաս կբրգվի, մի վախնար, սառնագե հանցնված վիճակիդ մեջ թուն քեզ մի բրգեր ավելի, մի ան լեզու դիրեն դուր, արդեն բրգումը գտածրի, լեզու դիրեն գուդաս կսկսիս խոսի։ Բարի Ամեն։ Հիսուսի Շատ անունով։ շնորհակալ եմ։ Ամեն։ Ամեն։ Դեր օրհնած է քեզի։ Վաու, վաու։ Անհամբեր եմ հաջորդ հանդիպումը։ Սիրելի Այո, պրինսիպի եղբայրս շատ կխնդրեմ քեզ մե, որ հավատքի կյանքդ լուրջ չի առնես, ինքնիդ դգար չսկաս, եւ որտեղ ամեն բարիքներ Աստված քեզի ալդված է։ Եվ այս է իմ ծառայությանս նպատակը։ Չեմ ուզեր ուրբաթ բարձավես ելնել եւ հնազանդել Աստծո, բայց գուզեմ, որ քո կյանքդ փոփոխությունը լա եւ դու enjoy-ես որպես Աստծո զավակ։ Դու նա լստանաս վարկերները, միտքդ փոխես, տարբեր ձևով մտածես եւ ուրիշներուն օրինակ դառնաս եւ ուրիշներուն Հիսուսի հրավիրես եւ քո հավատքիդ մեջ ինքնությանդ մեջ զորավորելաս։ Շնորհակալ եմ շատ այսօրվա բահին համար։ Ուրեմն մենք կար շաբաթ պիտի ավելի մանրամասնորեն պիտի խոսենք ինչ է օծումը, ինչու կարևոր է օծումը, ով գրնա օծում ունենալ, սուրբ գիրքի մեջ գրված Եսայա 61:1-ի մեջ որ գսե Տերոջը հոգին իմ վրաս է ինձի օծեց եւ Կորինթացիցի մեջ ասված մեզի օծումով հաստատեց այս տարբերությունները գուզենք որ լավ հասկանաս եւ եթե դու փափակը ունիս Տերոջը օծումը որ ավելնա քո վրա աշխատի քո վրա այս շաբթվա մեջ բոլորը աղոթքի գեցիր հավատքով աղոթքի գեցիր եւ ասել դեր ինձի խոսե ինչ ունիս այդտեղի շնորհակալ եմ եղեք օրհնված Հիսուսի անունով ամեն